խաչքարի առաջ։ Կեսգիշերին սանդուղքներով վեր ելնելիս Մախլուտոն նկատեց մի տղամարդու, որ մի փոքրիկ խաչքարի առաջ ծունկի իջած, ձեռքերը կրծքին, աղոթում էր ճրագի աղոտ լույսի տակ։ Դիմագծերը կարծես գերմանացու լինեին, երեսին սպի կար։ Մեհմեդ Էֆենդին էր։ Աստված իմ, ինչպիսի ահավոր կերպարանափոխությունների է ենթարկվում մարդ էակը այս կարճատև երազային կյանքում։ Դա այն միևնույն տղամարդն էր, որ ճրագը ձեռքին առաջնորդել էր իրեն դեպի Ղարիբ Մշեցի պանդոկը։ Մթության մեջ չէր կարողացել նրա դիմագծերը որսալ։ Իսկ ձայնը փոխված էր։ Մեհմեդ Էֆենդին խաչքարի առաջ, և այն էլ որտեղ, հեռավոր Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Նույնիսկ հագուստն էր փոխված։ Նա այժմ հագած էր իր գիշերային սև զգեստը և կարծես ձուլվել էր այդ սևացած փոքրիկ խաչքարին։ Դեպի վեր ուղղված անմեղ նայվածքը և ձեռքերի խոնարհ ծալվածքը կրծքի վրա այնպիսի արտահայտություն ունեին, կարծես Քրիստոս էր աղոթում մենության մեջ։ Միայն այդ ծնկաչոք վիճակը բավական էր իր բոլոր մեղքերը քավելու, եթե արդարև մեղք ուներ գործած։ Նա բոլորովին նման չէր այն մարդուն, որ Բաղեշի արգելանոցի թախտին ծալապատիկ նստած հավատափոխության դիմում էր գրում սուլթանին։ Այժմ նա մոլեգին ճիգով քանդում, ջնջում էր շատ տարիներ առաջ գործած հանցանքը, եռանդով աշխատում էր մոտենալ այն լուսավոր կետին, որից հեռացել էր։ Ճգնում էր վերագտնել իր խախտված հավատքի սյուները։ Շատ փոթորիկներ էին անցել Մեհմեդ Էֆենդու գլխով։ Նրա վզից անհետացել էր սպիտակ սավանը, այտերից կարմրությունը։ Դիմագծերը ավելի նուրբ էին ու բարի։ Առաջվա պես, սակայն, թիկնեղ էր, կուրծքը դուրս ցցված և գլուխը բարձր։ Եվ խոնարհվել էր այդ հսկա մարդը վերասլած կոթողի տեսք ունեցող մի խաչքարի առաջ ու եռանդագին աղոթում էր գիշերային լռության մեջ։ Ինչեր չէր արել նա իսեր իր ժողովրդի։ Ուրացել էր իր հավատքը և իբրև քողարկված ֆիդայի թափանցել էր սուլթանի բերդը։ Համոզված էր, որ եթե ինքը այդ բերդի դուռը ներսից բաց չանի, հեղեղն անգամ անզոր կլինի դրսից քանդել այդ անիծյալ ուժը։ Անկեղծորեն օգնել էր ֆիդայիներին, կանգ չառնելով ոչ մի միջոցի առաջ։ Նույնիսկ վանքի կռվին ներկայանալով իբրև սուլթանի բանագնաց, նա իր ատրճանակը թողել էր պետքարանում, որ Գևորգ Չաուշը զինվի նրանով։ Սահմանադրությունից հետո Մեհմեդ Էֆենդին բոլորովին հիասթափվեց։ Հուրիաթը, ըստ նրա, եկել էր դժոխք դարձնելու ժողովուրդների կյանքը։ Նա գտնում էր, որ Հուրիաթի հռչակած ազատության, հավասարության և եղբայրության կոչերը կեղծ էին, և այն պատվանշանները, որ ինքը մինչև սահմանադրությունը հպարտությամբ կրում էր իր վրա, սահմանադրությունից հետո փուշ էին դարձել իր համար։ Հին և նոր կարգերի տարբերությունը այն էր, ասում էր Մեհմեդ Էֆենդին, որ հին կարգերի ժամանակ հայ ֆիդայիները խիստ աչալուրջ էին և զինված կռվում էին սուլթանի բռնակալության դեմ, իսկ նորի ժամանակ նրանք զենքերը վայր դրեցին և հարբած քնած են։ Մեհմեդ Էֆենդին մեկն էր նրանցից, որ գաղտաբար խորհուրդ էր տալիս հայդուկներին զենքերը վայր չդնել, չզինաթափվել։ Քարոզում էր, որ արթուն մնան, վերջնականապես համոզվելով, որ Հուրիաթը մի միջոց էր մոլորեցնելու և ազգովին գլխատելու հայ ժողովրդին։ Սահմանադրության շրջանում Մեհմեդ Խալաթը մի քանի տարի պաշտոնավարեց Վանում։ Ամուսնացավ Անգին անունով մի հայ կնոջ հետ, որից ունեցավ 7 զավակ։ Այդ երեխաները մեծացան և սկսեցին հարցնել իրենց հորը, թե իրենք ինչ ազգի ծնունդ են։ Հայրը
անհարմար կացության մեջ ընկնելով, նրանց ուղարկում էր իրենց մոր մոտ, իմանալու այդ հարցի պատասխանը։ Հետզհետե գիտակցելով, որ իրենք հայ են, բայց թուրքական դպրոց են գնում, և իրենցից ոմանք օտար անուններ են կրում, խմբովին ըմբոստացան հավատափող հոր դեմ։ Նրանք փշրեցին իրենց դռան օտարագիր ցուսանակը և տեղը դրեցին հայերենը։ Տանը խոսակցական լեզուն հայտարարեցին հայերենը։ Իրենց ֆեսերն ու հագուստը դեն շպրտելով, հագան հայկական տարազ։ Միայն հայրն էր դիմադրում տակավին իր գլխի վրա պահելով կարմիր ֆեսը։ Մի օր Մեհմեդի որդիներից մեկը, Ալին, կարդացել էր անգլիական պաշտոնական մի տեղեկագիր։ Նրանք, ասված էր այդ տեղեկագրում, միայն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանել են 2 միլիոն հայ, կործանել են կես միլիոն տուն ու ապարանք և պատմական հուշարձան, 203 վանք ու ճեմարան, 2050 եկեղեցի, իսպառ անապատ դարձնելով 3000-ամյա շեն մի երկիր։ Եվ այդքանից հետո դու դեռ համարձակվում ես ծառայել այդ բարբարոսներին և կարմիր ֆես կրել գլխիդ, զայրացած գոչել էր Ալին, հարձակվելով հոր վրա։ Իզուր փորձեց հայրը որդիներին համոզել, որ ինքը այդ ծառայությունը հանձն է առել հայերին օգնելու նպատակով, որ ինքը եղել է ծպտված ֆիդայի։ Մեհմեդ էֆենդին իր զավակներից վախենալով որոշեց փախչել արտասահման, բայց խիղճը տանջում էր իրեն։ Ինչպես ազատվել նրանց հետապնդումից, ինչպես դուրս գալ այդ անելանելի վիճակից։ Այդ մտմտուքի և հոգեկան խռովքի ժամանակ նրա պաշտոնը բարձրացրին և Վանից տեղափոխեցին Հալեբ, ապա Դամասկոս։ Առաջին աշխարհամարտի վերջում իր ավագ որդին կանչվեց բանակ և անգլիացիների դեմ կռվելով սպանվեց Եգիպտոսի ճակատում։ Հայ տարագիրներին ցույց տված օժանդակության համար Մեհմեդ էֆենդին երիտասարդ թուրքերի իշխանավորների կողմից կասկածի տակ առնվեց և իբրև դաշնակից տերությունների աջակից անգլիացիների օգնությամբ տեղափոխվեց Պոլիս։ Պոլսում Մեհմեդ էֆենդին հայոց առաջնորդ Զավեն պատրիարքի միջոցով մկրտել տվեց իր զավակներին։ Իր աղջիկներից մեկին, որ ամուսնացած էր թուրք սպայի հետ, ապահարզանով բաժանել տվեց և մի հայ գործավորի հետ ամուսնացնելով և ապա մնացած բոլորին էլ Պոլսից հանելով, ուղարկեց ոմանց Պարսկաստան, ոմանց էլ Ֆրանսիա։ Շուտով Մեհմեդ էֆենդուկինը մեռավ Պոլսում, իսկ ինքը բոլորովին լքված ու միայնակ մնալով, մի քանի տարի անց Պոլսից ընդմիշտ տեղափոխվեց Ամերիկա և աշխատանքի մտավ Ղարիբ Մշեցի Պանդոկի տնօրեն պարոն Լևոնի մոտ։ Միառժամանակ նա գրեթե ծպտված էր ապրում Ֆրեզնոյում, իբրև պարոն Ավետիս։ Սակայն պարոն Լևոնը տեղեկանալով Մեհմեդ էֆենդու պատմությանը և հոգեկան տառապանքներին, նրան մի առանձին սենյակ հատկացրեց Պանդոկի մեջ, ականատես դառնալով իր ծերացած հայրենակցի վերածնության տենդագին ճիգերին։ Իրեն հատկացված այդ խուցի մեջ, որ գտնվում էր սանդուղների տակ, Մեհմեդ էֆենդին հաստատել էր մի հին խաչքար։ Որ քարագործ վարպետի կերտածն էր և որտեղից էր բերված, հայտնի չէր։ Ձեռք էր բերել նաև մի աղոթագիրք, հավատացնում էր, որ դա կարմիր իրիցու տան տոհմական ավետարանն էր, որի վրա երդվել էին հայդուկները։ Մեջտեղի թերթերից մեկի ճակատին գրված էր. «Բարով արժանանաք կարմիր գնդակի հրեղեն համբույրին»։ Ինքը, Պանդոկի տնօրեն պարոն Լևոնը, չէր հավատում ոչ Աստծո գոյությանը և ոչ էլ խաչի ու ավետարանի զորությանը, բայց չէր խանգարում, եթե մեկը հավատքով փարված էր դրանց և անկեղծ ապաշխարանքով ուզում էր շտկել իր խոշտանգված հոգին։ Մեհմեդը իսպառ քաշվել էր քաղաքականությունից և զբաղված էր միայն դրանով։ Ամեն երեկո քնելուց առաջ նա ծունկի իջնելով պատի մեջ ագուցված խաչքարի առաջ և ավետարանը բաց անելով, սկսում էր աղոթել.
Ես աշխարհի ամենադժբախտ մարդն եմ, ասում էր Մեհմեդ Էֆենդին, որովհետև ես կորցրի ամեն ինչ, և առողջություն, և զավակներ, և կին, և մնացի բոլորովին մենակ։ Ես վանքից ելած եմ, և մեջիտի մեջ էլ տեղ չունեմ, բայց ես միաժամանակ ամենաազատ մարդն եմ, բոլորովին ազատ, քանի որ իմ Տերը ոչ այլ ոք է, քան իմ ներքին մարդը։ Ինձ ուժը հարկադրեց դուրս ելնել շիտակ ճանապարհից, թեև գիտեմ, օգուտ չունի նորից այդ ճանապարհին դառնալը, որովհետև շատ ուշ է, բայց կուզեմ մխիթարել իմ ներքին մարդը և նվազեցնել ատելությունը իմ անձի հանդեպ։ Եվ ամեն անգամ իր աղոթքը ավարտում էր այսպես. «Դառնամ աղոթարան Սուրբ Էջմիածին, Աստված, երկինք, գետինք, ես հայ եմ»։ Ավետարանի և խաչքարի կողքին էր դրված այն կանթեղը, որով նա գրեթե ամեն երեկո գնում էր հոգնած մոլորված հայ տարագիրներ որոնելու Պանդոկի շրջակայքի ամայի տարածություններում։ Ոչ ոք չէր այցելում Մեհմեդ Էֆենդու այդ առանձնարանը, որ ներքուստ մի փոքրիկ մատուռի տպավորություն էր թողնում։ Այդտեղ էր քնում, պատի երկայնքով դրված ցածլիկ թախտի վրա։ Այդտեղ էր ճաշում, այդտեղ էր խմում իր սուրճը։ Այդտեղ էր աղոթում ու ապաշխարում, հեռու աշխարհի աղմկալի առօրյայից։ Նորանոր սուլթաններ ու թագավորներ հերթով ելնում ու իջնում էին իրենց գահերից։ Մի բռնապետ հաջորդում էր մյուսին, իսկ նա անհաղորդ այդ ամենին շարունակում էր վառել դեղին մոմերը խաչքարի առաջ։ Մի հին սևացած խաչքար։ Կառչել էր դրան ու պոկ չէր գալիս։ Այդ էր դարձել այժմ իր հավատքի և հույսի միակ հենարանը։ Երազի պես իր աչքերի առջևով գալիս անցնում էին Մանասկերտի ինքնագյուղի պատկերները, իր ծննդավայրի ոսկեղեն օրերի թովիչ տեսարանները, երբ ինքը երիտասարդ վարժապետ էր, պարոն Ավետիս անունով։ Հիշում էր և ուշագնաց ընկնում խորանին, իր արցունքով հանգցնելով մաշված խաչքարի առաջ առկայծող դեղնամոմերը։ Բրաբյան ծաղիկը։ Հետևելով Անդրանիկի օրինակին, Մախլուտոն նույնպես որոշեց զբաղվել արհեստով։ Նա Ֆրեզնոյում բաց արեց Սոլկարի արհեստանոց։ Առաջին անգամ նա այդ արհեստը բանեցրել էր Սասունում, նորոգելով Շապինանդի ոտնամանները։ Այնուհետև դեպքից դեպք օգնել էր հայդուկներին, նրանց ոտնամանները կարկատելով։ Կոշկակարությունը միառժամանակ օգտակար եղավ նրա համար։ Ապա կարճ ժամանակով Մախլուտոն մի սրճարան բացեց Լոս Անջելեսում։ Սակայն շուտով հայրենակցական մի միություն, որ հիմնադրվել էր 1917 թվականին, Ֆրեզնոյի իր մասնաճյուղի միջոցով Մախլուտոյին նշանակեց միության կենտրոնական վարչության նախագահ։ Այդ միության նպատակն էր օգնել գաղթաշխարհի կարիքավոր տարոնցիներին և զարկ տալ նրանց կրթական ու տնտեսական վերելքին։ 1926 թվականի նոյեմբերին Մախլուտոն Անդրանիկին անակնկալի բերելով մեծ հանդիսավորությամբ նշեց վանքի կռվի 25-ամյակը։ Իր պատասխան խոսքում Անդրանիկը մանրամասն նկարագրեց այդ պատմական կռիվը և այդ կռվում զոհված իր ֆիդայիներին հիշելով դառնորեն լաց եղավ։ Խոսքն ու զրույցը վանքի դեպքերի վրայով հասավ Հայաստանի Հանրապետության հետ ունեցած վեճին։ Ես, ասաց զորավարը, հեռացա Արարատյան Հանրապետությունից, որպեսզի մասնակից չլինեմ այն անմիտ և անպատվաբեր գործունեությանը, որին նվիրվեցին նրա վարիչները առաջին իսկ օրից։ Մի շենք շինելու համար հմուտ ճարտարապետներ են պետք։ Դաշնակ Հանրապետությունը վիժեցավ, որովհետև անոր ղեկավարները այդ շենքի հիմքը դրին օդի մեջ, փոխանակ հաստատուն գետնի վրա դնելու։ Մի գիշեր Մախլուտոն շտապ կանչվեց ծովափ։ Կալիֆոռնիայի Չիքո կոչվող ջերմուկներից մեկում մեռնում էր Անդրանիկը։
Եկար Մախլուտո, ասաց զորավարը նրա գլուխը գրկելով։ Ես իմ ամբողջ կյանքում բրաբյոն ծաղիկը փնտրեցի աշխարհում։ Ես էլ, դու էլ այդ ծաղկի ետևից գնացինք։ Խենթ էինք և խենթի երազ ունեինք։ Ոչ ոք դեռ չի գտել այդ ծաղիկը։ Ասում են այդպիսի ծաղիկ չկա։ Բայց եղան մարդիկ, որ մեզնից շուտ գտան դեպի այդ ծաղիկը տանող շիտակ ճամփան։ Մենք սխալ կողմից փնտրտուքի ելանք։ Մոլորվեցինք քերծերում։ Ինչ ծանր էր այն օրը, երբ ինքը իր զինվորներով գնդապետ Գիբոնի հետ ոտք դրեց բրիտանական փոխադրանավի վրա։ Այդ լուսաբացին երկու բարձրագոչ սուլիչ հնչեց։ Մեկը գոռաց դեպի Եվրոպա, այդ իրենց ռազմանավն էր, որ շարժվում էր արևմուտք, իսկ մյուսը Բաթումից դեպի արևելք մեկնող շոգեկարգն էր, որ իր զինվորներին ու սպաներին տանում էր դեպի հարավ, դեպի Հայաստան։ Ինքը ռազմանավի տախտակամածից ձեռքերը կրծքին ծալած երկար նայեց դեպի Հայաստան սլացող այդ շոգեկարգի ետևից, որի մեջ էր նաև իր հին հայդուկ Հաջի Գևոն, սուլոցը շուրթերին։ Դեռ երբեք նա այդքան տխուր չէր սուրել իր հռչակավոր լոլոն։ Եվրոպա մեկնող փոխադրանավը լիքն էր Պարսկաստանից հայրենիք վերադարձող անգլիացի զինվորներով։ Նավի տախտակամածի մի անկյունում օտար համազգեստերով և անծանոթ ու օտար լեզվով խոսող զինվորականների մի խումբ կար։ Այդ իրենք էին, հայերը։ Հաղթել էին դաշնակիցները, և անգլիացի զինվորները տուն էին դառնում տոնական տրամադրությամբ։ Գոհ էր և դաշնակից հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Գիբոնը։ Այդ այն երջանիկ օրն էր, որ անգլիացի զինվորները երազել էին օտար երկնքների տակ մղած կռիվների միջոցին։ Նրանց համար հաղթության ու խաղաղության տոնախմբությունները իմաստ ունեին։ Իսկ հայերի խմբի համար դա վերադարձ չէր դեպի հայրենիք։ Հայերը նրանց համեմատությամբ աքսորյալներ էին, որոնց տեսողության առաջ կար սրախողխող մի երկիր։ Իրենք այդ մարդկանց հետ կողք կողքի քաջաբար կռվել էին թշնամու դեմ, բայց այժմ օտարականներ էին նրանց միջավայրում, դաշնակիցներից հուսախաբ լքված օտարականներ։ Անդրանիկը ակամա հիշեց իր հայ կամավորներից մեկին, որին նա իր համար ընդմիշտ կորած էր համարում։ Բոլոր հերոսական դեմքերը չքացան իր տեսադաշտից, իսկ այդ մեկը վերջին պահին եկավ և համառորեն կանգնեց իր աչքերի առաջ։ Գլուխը վիրակապված էր, ձեռքը վիրակապով վզից կախ։ Թավրիզեցի էր, անունը Հայկ։ Ձմեռ էր ու ձյուն։ Դութաղն էր, մուշն էր արդյոք։ Չկարողացավ ստույգ որոշել։ Գուցե Բաղեշն էր կամ Ռահվեդուրանը։ Բասենն էր գուցե։ Հայկ բժշկյանը մի անգամ եկավ իր մոտ և զայրացած ասաց. «Խաբված ենք, մեծ հայդուկ, դառնորեն, անխղճորեն խաբված ենք։ Բոլորս միասին ազգովին խաբված ենք», ասաց ու ծանր քայլերով հեռացավ։ Երկար ժամանակ ձյուների վրա լսվում էր նրա ոտնաձայնը, երևում էր խռոված կամավորի բեկ-բեկուն ստվերը։ Անդրանիկը այլևս չտեսավ նրան։ Բժշկյանը ատելությամբ լցված ցարական կարգերի հանդեպ այդ օրվանից կտրուկ շրջադարձ կատարեց դեպի հեղափոխություն։ Կամավորական մարտիկի իր տոկուն կամքը կոփելով ռուսական հեղափոխության կարմիր հրդեհի մեջ։ Այդ հրդեհի բոցերի մեջ տեսնելով Հայաստանի և ամբողջ աշխարհի ազատագրության արշալույսը։ Բժշկյանը կազմակերպեց իր երկաթե դիվիզիան, պայքարի ելնելով հեղափոխության թշնամիների դեմ, դոփելով լայնածավալ Ռուսաստանի մի ծայրից մյուսը։ Նա դարձավ հեղափոխական բանակի հրամանատար, իսկ այնուհետև նշանակվեց Սովետական Հայաստանի ռազմական կոմիսար։ Նրա ետևից գնացին Սարդարապատի և Բաշ ապարանի ճակատամարտին մասնակցած շատ հայ մարտիկներ։ Իսկ ինքը
Ինքը մնաց իր հայդուկների, իր կամավորական և երկրապահ գնդերի, իր հայկական առանձին հարվածող զորամասի հետ, վերջին պահին հարկադրական բնակավայր ընտրելով հեռավոր Կալիֆոռնիան։ Թավրիզեցի խիզախ կամավորը այդ ժամանակ մի հասարակ դասալիկ թվաց իրեն, ապազգայնացած մի զինվոր։ Այդպես թվացին բոլոր նրանք, որ նեցուկ չեղան իրեն։ Այդ նույն զինվորը այժմ կանգնած էր իր առաջ գեղադեմ ու բարձրահասակ, ճակատով հստակ և ընթացքով հաստատ։ Այո, գուցե դա էր իսկապես ուրիշ ճանապարհը։ Դա էր դեպի Բրաբիոն ծաղիկը տանող միակ վստահելի ուղին։ Մախլուտո, մի փոքրիկ գեղեցիկ երկիր է փթթում Արաքսի ափին։ Իմ դժվարագյուտ ծաղիկը այդ է, և նրան են վերջին պահին իմ աչքերը ուղղված, ասաց մահամերձը։ Կուզեմ, որ այդ կարմիր ծաղիկը բարգավաճի ու զորանա։ Պետք է ուժ տալ ներկա Հայաստանին։ Նա է մեր ապագա հույսերի խարիսխը։ Իմ կյանքի ամենաուրախ պահը այն է եղել, շարունակեց Շապինանդը, երբ առաքելոց վանքի մեջ մի բուռ հայդուկներով կռվում էինք Սուլթան Համիդի կանոնավոր զորքի դեմ, մեկ էլ այն, երբ Ֆիդայի քահանան զենքը ձեռքին կանգնած էր Գևորգ Չաուշի և իմ կողքին, և նշեցի հայ կանայք մեզ համար դիրքեր էին փորում վանքի պարիսպների մոտ։ Իմ ամենատխուր պահը այն էր, երբ Գևորգի մահվան բոթը առա։ Իմ երկրորդ սև օրը այն էր, երբ հայրենիքից հեռու Բերդա քաղաքի անկման լուրը բերին ինձ։ Բոլորին ասել եմ ու դարձյալ կկրկնեմ. երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին, այնուհետև մտածեք ձեր հարևանի մասին, հայ լինի նա, թուրք լինի, վրացի լինի, ով կուզի լինի, բարի մտածեք։ Փոքր ինչ շունչ առնելով ավելացրեց. երկու բան սիրեցի աշխարհում, որբ մանուկը ու թշվառները։ Եթե իմ ժողովուրդը կուզի իմ մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր, թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած առաքելուց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար։ Վերջին խոսքը եղավ. մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց։ Լուսադեմին Շապինանդը չկար։ Նրա մարմինը զմռսեցին և մահից 8 օր վերջը փոխադրեցին հայոց եկեղեցին։ Հաջորդ օրը տարան թաղելու։ Դագաղի առջևից ընթանում էր մի նժույգ, թամբին զինվորի համազգեստ և հրացան։ Երբ թափորը հասավ Արարատյան գերեզմանատուն, հայ երիտասարդները վերևից ինքնաթիռով վարդեր շաղտվին նրա դագաղին, բայց դագաղը հողը չդրին, այլ վերցրին ու կրկին տարան եկեղեցի։ 4 ամիս հետո Ֆրեզնոյի հայերը Սան Ֆրանցիսկոյի ֆրանսիական հյուպատոսի միջոցով բախեցին Փարիզի դուռը։ Անդրանիկը պատվո լեգիոն շքանշանով պարգևատրված էր ֆրանսիական կառավարության կողմից, և Փարիզը նրան տեղ տվեց իր հերոսների պանթեոնում կոմունարների պատի մոտ։ Ու 1928 թվականի հունվարի 8-ին հայերը Ֆրեզնոյից ճամփա ելան դեպի Փարիզ, իրենց հետ տանելով ազգային հերոսի դին։ Դրեցին հյուսված դամբանի մեջ ու տարան։ Աշխարհի բոլոր ծագերից հազարավոր հայեր էին շտապել Փարիզ հուղարկավորությանը մասնակցելու։ Ներկա էին նաև եվրոպական դաշնակից պետությունների զինվորական պատվիրակությունները։ Դիակառքի մոտով գլխահակ քայլում էր զորավար Մախլուտոն, զինակից հայդուկների խմբով։ Մախլուտոյից անբաժան ընթանում էր Ղարիբը, Սոսե մայրիկի ձիու առջևից գնացող զինվորը։ Ետևից համընթաց քայլում էին
բարձրաստիճան հայ և օտարազգի զինվորականներ, ֆրանսիացի զորավարներ, հայ և բուլղար զինվորներ, Մարսելում, Լիոնում և Փարիզում ապրող հին կամավորներ։ Աֆրիկայից եկել էր Յամ Արաթուկ Խարզոն, որ Անդրանիկի շինած աթոռներից մեկը Ամերիկայից հասցրել էր Գանայի Ակրա քաղաքը։ Գիբոնն էլ այնտեղ էր, Զանգեզուրի լեռներում սառած անգլիացի գնդապետը։ Մոռանալով Անդրանիկի պատիժը, ծերունի զինվորականը բրիտանական իր դղյակից հասել էր Փարիզ, իր հետ բերելով սպիտակ ձիավոր գիրքը, որի մեջ նկարագրել էր զորավար Անդրանիկի և նրա բանակի հաղթական երթը Գորիսից մինչև Էջմիածին։ Այդ մարդը բոլորովին տարբեր էր մինչև այն ատեն Կովկասի մեջ իմ տեսած բոլոր մարդկանցից, գրել էր նա իր գրքում։ Անդրանիկի մեջ մի տեսակ մագնիսականություն կար, որ ամեն բան դեպի իրեն կքաշեր, ու ես առաջին իսկ հանդիպումից նրա ցանցերի մեջ բռնված էի։ Նրա զորքերը առաջին իրական զորքերն էին, որ ես երբևիցե տեսած կամ։ Չափազանցություն չպիտի լինի երբեք ասել, թե առաջին աշխարհամարտը ավելի հերոսական, ավելի դրամատիկ և ավելի հատկանշական մի անձնավորություն է արտադրած, քան այս հայոց զորավարը։ Ուղարկավորներից բոլորովին առանձին և գլուխը կախ մի մարդ էր քայլում, որ այս տխուր առիթով եկել էր Ֆրանսիա։ Դա Մեհմեդ Էֆենդին էր։ Մի քանի անգամ նա փորձ արեց մոտենալ դագաղակիրներին, բայց ձեռքը մնաց օդի մեջ։ Դագաղը նրա մատներին քսվելով վեր բարձրացավ, ավելի վեր, կարծես թռչում էր երկինք։ Նույնիսկ մահվան գրկում Շապինանդը անհասանելի բարձրության մեջ էր։ Նա ծնվել էր արծվային թռիչքների համար և հանգչում էր իբրև արծիվ բարձրության վրա։ Դագաղը ուսամբարձ հասավ Պեր-Լաշեզ և Մախլուտոյի դամբանականի և ֆիդայինների պատվո համազարկի տակ իջավ գերեզման։ Ֆրանսիան նույնպես պատվո համազարկ տվեց։ Անդրանիկի մահից հետո Մախլուտոն առմիշտ թողեց Լոս Անջելեսը ու Ղարիբ Մշեցի Պանդոկը և հաստատվեց Փարիզում։ Եվ այնուհետև նա երկար տարիներ չբաժանվեց ոչ Ֆրանսիայից, ոչ էլ իր սիրած հայդուկապետի գերեզմանից։ Նա մեծանուն քաջերի միջով անցավ, բայց Անդրանիկի պես քաջի և հայրենասերի այլևս չհանդիպեց։ Շատ վայրեր թափառեց, շատ քաղաքներ տեսավ, բայց մի քաղաք մնաց նրա սրտում և նրա աչքերի առաջ՝ Մուշը։ Տեսավ շատ գեղեցիկ դաշտեր, ծաղկավետ հովիտներ, բայց մի դաշտ մնաց նրա հայացքի տակ՝ Մշո դաշտը և ամեն մի ծաղիկ, դժվարագյուտ ու անհասանելի երկիր Հայաստան։ Ու կարոտելով կարոտեց նա այդ բռաբյոն ծաղիկը և ծերանալով մաշվեց նրա կարոտից։ Կապույտ նժույգի վախճանը։ Ղարիբ Մշեցի Պանդոկի տնօրեն պարոն Լևոնը գրեթե մենակ մնաց Ֆրեզնոյում։ Այնտեղ հայեր շատ կային, նրանք դարձյալ հավաքվում էին իր պանդոկը։ Նվագախումբը առաջվա պես թնդում էր, և Մեհմեդ Էֆենդին դարձյալ լուսարձակը ձեռքին գնում էր հայ պանդուխներին և անտուն ուղևորներին պանդոկի ճանապարհը ցույց տալու։ Ծերացել էր Մեհմեդ Էֆենդին։ Երկրորդ ամիսն էր, որ նրան մի ուրիշ պարտականություն էլ էր հանձնված։ Զորավարը մահից առաջ իր սուրը ուղարկել էր Սովետական Հայաստանի պատմական թանգարանը, իսկ ձին նվիրել էր պարոն Լևոնին։ Պանդոկի տնօրենը Ասլանի խնամքը դրել էր Մեհմեդ Էֆենդու վրա։ Ամեն առավոտ ծերունի Մեհմեդը քերիչով և սառը ջրով լվանում էր Ասլանին, թիմարում էր և կերակրում։ Եվ շատ զբոսաշրջիկներ պարոն Լևոնի պանդոկն էին գալիս այդ առասպելական նժույգին տեսնելու։ Պատմում էին, որ այդ ձիու թամբի տակ նշմարվում էին Մոսեիմոյի աջ ձեռքի հետքերը։ Բայց Մոսեիմոն փոխանակ ձեռքը 3 անգամ զարկելու Ասլանի մեջքին, ինչպես թելադրել էր պայթող աղբյուրի հրեղեն ձին, սխալմամբ 2 անգամ էր դրոշմել
և Ասլանը այդ սխալից իբրև թե ենթակա էր շուտափույթ մահվան։ Առանց այդ էլ նա սովորական ձիերից երկար էր ապրել։ Առաջին տարիներին այնքան փոթորկային էր դարձել ասորի ցեղապետի մտրուկը, որ կայծակ Անդրեասը Ռահվեդուրանում հազիվ էր կարողացել զսպել նրան 2 սանձ դնելով բերանին։ Նույնիսկ այդ վիճակում ձին շատ ուժեղ էր խածել նրա թևը։ Անդրեասը Դիլմանի և Բաղեշի ճակատամարտի ժամանակ ցավալիորեն նկատել էր, որ իսկապես մի ինչ-որ ճակատագրական սխալմունք էր կատարված այդ նժույգի հետ, որը և արագացնելու էր նրա անկումը։ Հին հայդուկը մտածում էր, որ եթե Մոսեիմոն իր ձեռքը 3 անգամ դաջած լիներ ձիու կողամեջքին, Ասլանը կարող էր բոլորովին անմատչելի դառնալ մարդ արարածի համար, խորտակելով բոլոր սանձերը և թռչելով դեպի երկինք։ Ֆրանսիայից մի երևելի քանդակագործ էր եկել Ամերիկա։ Նա խնդրել էր, որ զորավարի ձին բերվի ծովափ, հայդուկ ձիավորի քանդակը կերտելու համար։ Այդ քարե հեծյալը դրվելու էր Պեր Լաշեզում, Շապինանդի դամբարանին։ Պարոն Լևոնը Մեհմեդ Էֆենդուն կարգադրեց զորավարի ձին 2 օրով ծովափ տանել։ Ծովափը Լոս Անջելեսի մոտ էր։ Ֆրանսիացին Ասլանին թեքությամբ կանգնեցրեց մի հսկա ապառաժի, գլուխը դեպի ծովը, և ոգևորությամբ գործի անցավ։ Օվկիանոսի մուգ նարնջագույն ալիքները շառաչյունով գալիս զարկվում էին ժայռերին և սպիտակ փրփուրների վերածվելով աղմկալի ետ դառնալով փլվում էին ետևից եկող կապույտ ալիքների վրա։ Իրիկնադեմին, երբ ֆրանսիացին ավարտել էր ձիու քանդակը քարե հեծյալով, Ասլանը հանկարծ քարաժայռից թռիչք գործեց դեպի օվկիանոսի ամեհի ջրերը։ Ձին գնալով հեռացավ եզերքից։ Մեհմեդ Էֆենդին անթարթափ վախեցած աչքերով նայեց նրա ետևից։ Հիմա ետ կգա, անցավ նրա մտքով, բայց նժույգը մաքարելով ալիքների հետ լողում էր դեպի օվկիանի մթնած ջրերը, մանրասմբակ սրունքները գետնից կտրած և պոչը ցցած դեպի վեր։ Այդ ձին այլևս ետ չի գա, մտածեց Մեհմեդ Էֆենդին և մի սարսուռ անցավ նրա մարմնով։ Վրայի շորերը արագությամբ հանելով շպրտեց ժայռին և իրեն նետեց ջուրը։ Ձին բավական հեռացել էր ափից։ Միայն նրա սպիտակ բաշտն էր երևում ալիքներից վեր և զոլավոր ցցված պոչը։ Լողաց Մեհմեդ Էֆենդին։ Ճեղքում էր ահռելի ջրերը, որ հասնի նրա ետևից։ Թևերը հոգնեցին։ Աստված իմ, ուր է գնում Ասլանը։ Ասլան, ետ դարձիր։ Ուր ես գնում, Ասլան։ Կանչում էր ծերունի լողորդը, բազուկները անհուսորեն ալիքներին բախելով։ Բայց նժույգը ձուլվել էր օվկիանոսին և անարգել գնում էր դեպի նրա ջրերի խորքը։ Փոքրիկ, գեղեցիկ գլուխը ալիքներից վեր բարձր պահած ու ռունգերը լայն բացած, նա կարծես թե ոչ թե լողում էր, այլ սրարշավ վազում էր կապույտ բլուրների վրայով։ Քանի անգամ կուրծքը այդպես հողմերին տված, նա Տավրոսի ձյունները ճեղքելով իր հեծյալին սաստա լեռներից թռցրել էր դեպի առեղծվածային սմբատաբերդը։ Բոլորովին հոգնեց ծերունի Մեհմեդը։ Նրա բազուկները սաստիկ տկարացան։ Եվ ինչ էր ուզում այդ թշվառ մարդը։ Օվկիանոսի երախից փրկել մի խորտակվող նժույգ։ Ծովափին հավաքված մարդիկ տեսնում էին, թե ինչպես այդ հանդուգն ծառայապետը մաքարում էր ու չէր հասնում նպատակին, չէր կարողանում բռնել ձիու բաշը։ Ավաղ, նա այլևս ոչ կարող էր Ասլանին հասնել, ոչ ավազոտ եզերքին։ Ինչպես կարող էր Մեհմեդ Էֆենդին սանձել մի հողմաթռիչ երիվարի։ Ինչպես կարող էր հասնել մի անհասելի բարձրության։ Անհունորեն տարբեր էին նրանք իրարից։ Օ, ինչ ճակատագրական սխալ կատարեց Ղարիբ Մշեցի Պանդոկի տնօրենը։ Քիչ հետո այլևս Ասլանը չերևաց։ Նա անհետացավ ջրերի մեջ, ալիքների և ամպերի սահմանագծում։
Ասորի ցեղապետի ձին, որին ոչ Ռահվեդուրանի մոլեգին ձնաբուքը հաղթեց, ոչ Զանգեզուրյան լեռների ահեղաշունչ քամին, ընկղմվեց օտար օվկիանոսի ալիքների ու ամպերի տակ։ Նրանից բավական հեռավորության վրա անհետացավ Մեհմեդ Էֆենդին։ Մեկը ջրերից էր ծնվել և գնաց ջրերի խորքը, միացավ իր տարերքին, մյուսը կուլ գնաց այդ տարերքին։ Մեկը նժույգն էր հայդուկապետի, իսկ մյուսը մի հավատափող մանասկերտցի վարժապետ։ Քարաժայռին նետված բաճկոնի ծոցագրպանում գտան մի թրջված թուղթ, որ չորացնելով դժվարությամբ վերծանեցին։ Կուգաս հետս քեզի տանեմ մեր երկիր, տես իմալ անուշ երկիր է, իմալ ժողովուրդ ունիք, արժի որ մեռնենք էն օր համար։ Գրել էր Գևորգ Չաուշը, բայց հայտնի չէր թե ում, երբ և ինչ առիթով։ Տակ ավելացված էր. Ես այդ անուշ երկրին ու ժողովրդին ծառայելու համար հայությունից իսլամ դարձա։ Մեղա քեզ Աստված, Մեհմեդ Էֆենդի։ Վերադարձ 1947 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայից Հայաստան եկավ մի ծերունի զինվորական։ Նա շոգենավ նստեց Մարսելում, հայրենիք ներգաղթող ֆրանսահայերի առաջին խմբի հետ։ Մի օր առաջ նա Փարիզում էր։ Այդ օրը գուցե նա միակ մարդ էր ամբողջ քաղաքում, որ վաղ արթնանալով գնացել էր Պեր Լաշես։ Գնացել էր բարով մնաս ասելու քարե հեծյալին, որ մոլեգին նժույգը սանձած Եվրոպայի դաժան մշուշների միջից նայում էր դեպի Հայաստան։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծերունի զինվորականը օգնել էր ֆրանսիական պարտիզաններին ընդդեմ հիտլերյան զավթիչների։ Նրան իր մի քանի հայրենակիցներ խորհուրդ չէին տվել Ֆրանսիայից հեռանալ, բայց նա նավ էր մտել նրանցից գաղտնի։ Ուղղակի կառչել էր շոգենավից, խնդրելով, որ իրեն Հայաստան տանեն։ Ու մի առավոտ հայտնվեց Երևանում։ Գեղադեմ ու բարձրահասակ մի զինվորական էր, հին ֆիդայի, որին ամենքը զորավար էին ասում։ Ձեռքին զենք չկար։ Զենքի փոխարեն հիմա նա ձեռնափայտ էր կրում, որին հենվում էր կանգնած ժամանակ։ Քաղաքը գրեթե անծանոթ էր իրեն։ Սերունդը փոխված էր։ Իր տեսած առաջվա մարդիկ չկային։ Քչերն էին մնացել։ Բայց ուր էին այդ քչերը։ Նկատեց, թե ինչպես մեկ-երկուսը մտերմորեն շշնջացին իրար. Զորավար Մախլուտոն է, Ֆրանսիայից է եկել։ Զարմացած նայեցին իրար և արագ հեռացան։ Բոլորովին այլ նայվածք և քայլք ունեին իր սերնդի մարդիկ, իսկ այս նորերինը զարմանալի տարբեր թվացին։ Նրանք սաստիկ փութաքայլ էին, ուղղաձիգ, աչքերը անցյալից կտրված, կարծես ամբողջապես մխրճված էին ներկայի և ապագայի մեջ։ Տարբեր էր անգամ նրանց խոսքը։ Այդ խոսքը թեև հայերեն էր, բայց ուրիշ շեշտ և առոգանություն ուներ, իր համար նույնիսկ փոքր-ինչ անհասկանալի։ Դանդաղ քայլում էր նա, և նրա գլխում ոչինչ չէր լսվում, բացի անցյալի ոտնաձայներից։ Ամբողջ Մշոդաշտը իր գլխի մեջ էր, տուն առ տուն, տոհմ առ տոհմ։ Գիտեր, թե ում դուռը ում բակի վրա էր բացվում, ում երդիկից ինչ գույնի ծուխ էր ելնում և օրվա որ պահին։ Սասունն էր իր գլխում, լայն, խոշոր տրեխներով նրա ուղեղի վրայով անցավ սպաղանած մակարը։ Լսվեց գալեի ոտնաձայնը։ Հենվեց ձեռնափայտին։ Ծանր տեսարան է, երբ ծեր զինվորականը ապավինում է երրորդ ոտքին։ Հանեց կապույտ մեծ թաշկինակը և ճակատը սրբեց։ Քիչ մնաց ընկներ։ Նա, որ գրեթե պարտված չկար ոչ մի ճակատամարտում, քիչ մնաց սայթաքեր ողորկ մայթի վրա։ Բայց
Այսով է հևի-հև շտապում դեպի իր կողմը։ Լսեց մի ծանոթ բացականչություն. «Զորավար»։ Եվ տեսավ, թե ինչպես մի տղամարդ դիմացից գալով իր գլուխը առավ զորեղ բազուկների մեջ։ «Էդ դու ես Բարսեղ»։ Եվ Մախլուտոն կրծքին սեղմեց իր ձիապանի, իր հին մարտական զինվորի ճերմակած գլուխը։ «Լսեցի, որ եկել ես, վազեցի տուն, մի տոպրակ թութուն առա ու եկա»։ «Գյուղից ես գալիս»։ «Թալինի ոսկեթաց գյուղից»։ Զորավարը լռեց, հետո. «Ինչ եղավ Փեթարայիսրոն»։ «Նա վաղուց չկա»։ «Տեր Քաջի Ադամը»։ «Նա նմանապես»։ Մախլուտոն փղցկաց։ «Մորուք Կարոյի մասին չեմ հարցնում», ասաց նա, գլխարկը ծածկելով, «որովհետև նրա վերջաբանը ինձ հայտնի է։ Նրա և Զնգլիք Պետոյի մասնակցությունը քրդական շարժումներին շատ կարճատև եղավ։ Հազիվ Պարսկաստան հասած, ապստամբությունն արդեն ճնշված էր, և ապստամբության առաջնորդ Սալիմ բեկը վերջերս Շեյխ Զիլան այդ անունով էր կոչվում, խաբված և տարված անհայտ ուղղությամբ։ Իսկ գիտես, թե ով էր Շեյխ Զիլանը։ Դա մեր հին հայդուկ բրինդարն էր Խնուսի Հարամիկ գյուղից, որ Մարնիկի անտառում ծառերի չոր եզրերը կեղևելով անծուխ կրակ էր շինում իր ազգի համաշխարհային վեճը լուծելու համար, երազելով այն օրը, որ Գևորգ Շաուշի իրեն մի հրացան արտոնի, որևէ ճակատամարտում իր քաջությունը ցուցաբերելու։ Շեյխ Զիլանի ապստամբությունը ցնցեց աշխարհը։ Ահա թե ինչ բան է ազատասեր հայ ֆիդային։ Շեյխ Զիլանի հետ եղել են Քուրդ Հասանոն և Ասորի Աբդելոն։ Վերջում Մասիսի լանջերին հայտնվել է Քոլոզ անունով մի քուրդ կնոջ հետ։ Քոլոզը դա Ամինոն էր, որի հարսանիքին մենք ներկա եղանք Ալի բեկին ահաբեկելով, և որը հետո իր նորահարսի հետ Ֆարխինի կողմերը փախչելով ծծումբ ու վարոդ էր ուղարկում մեզ սուլթանի դեմ կռվելու համար։ Այդ երեքն էլ՝ Քուրդ Հասանոն, Ասորի Աբդելոն և Քոլոզը իր կնոջ հետ, սպանվել են օրգովի տակ, Շեյխ Զիլանի առաջնորդությամբ Վանի վրա շարժվելու ճանապարհին։ Անգլիացիների մատը խառն էր Սալիմ բեկի ապստամբությանը, և հակառակորդը շատ նեղներ ընկած։ Նա դիմեց օգնության։ Ռիզա շահը փոքր Մասիսը հանձնեց թուրքերին, և դրանով հարցը փակվեց։ Հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ են տարել Սալիմ բեկին։ Նա մոտավորապես գտնվել է այն վայրում, որտեղ իր վերջին օրերն է անցկացրել դժոխք Չոլոն։ Իսկ Մորուքը և Պետոն ողջ են։ Նրանք Պարսկաստանից անցել էին Բաղդադ, Բաղդադից էլ Լիբանան։ Մորուքը ծպտված էր ապրում, որովհետև Պարսկաստանում եղած ժամանակ նա սպանել էր մի անգլիացի սպայի, որը իր ներկայությամբ պարզեցել էր, թե ինչպես Անդրկասպյան ավազներում մասնակցել էր Ստեփան Շահումյանի և իր ընկերների գնդակահարությանը։ Պետոն միառժամանակ ապրել է Գամշլիում և Հալեբում։ Վերջին կայանը Բեյրութն էր։ Բեյրութում էին ապրում նաև Ցրոնած Մուշիկը և սասունցիների պոլկի շատ երևելի զինվորներ։ Վերջին տարիներին Զնգլիք Պետոն Անտիլիասի վանքում մեղվապահ դարձավ։ Նա ամեն տարի Լիբանանի սարերով կոխում էր սահմանագլուխը, Տիգրանակերտի դաշտով հասնում էր Սասուն, կռանում ու խմում էր Հանդոկի աղբյուրից, և մի սափոր ջուր վերցնելով Մորուք Կարոյի համար, նորից սահմանը կոխելով վերադառնում էր Բեյրութ։ Ո՞վ է իր ծննդավայրը այդպես սիրել։ Եվ մեռան։ Երկուսն էլ։ Մորուքը Պարսկաստանի Համադան քաղաքում, իսկ Պետոն Բեյրութում։
Երկուսն էլ մեռան հայրենիքի կարոտը իրենց սրտում։ Միգուցե մենք շատ բաներում սխալ ենք գործել, Բարսեղ։ Հնարավոր է, որ մեր պայքարի ուղին ճիշտ չի եղել, բայց մեր սերնդի միտքը ազնիվ էր, և մեր դատը արդար։ Ապիկար կլինեն այն մարդիկ, որոնք այժմ կամ ապագայում կփորձեն մեղադրել մեզ առանց խորամուխ լինելու մեր ապրած ժամանակի և պայմանների մեջ։ Մենք այն ենք, ինչպես եղանք։ Մի քանի տասնյակ, գուցեև հարյուրավոր դաշտեցի և սարեցի ռանչպար գյուղացիներ, որ կռվում էին մեր ժողովրդի պատվի և ազատության համար, և այժմ, բաց ճակատով ու խոցոտված սրտով, կանգնած ենք պատմության դատաստանին։ Չքայլենք մի քիչ, առաջարկեց Մախլուտոն։ Ուզում եմ անվերջ շրջել, տեսնելիք շատ բան կա։ Հա, ասացիր, որ ինձ ծխախոտ ես բերել, շատ շնորհակալ եմ։ Այս կապոցը մի քանի ամիս կբավե ինձ։ Ֆրանսիական գլանակներ ունեմ մոտս, վերցրու քաշիր, տես կհավանես, ինձ դուր չեն գալիս։ Փաթեթը սիրուն է, բայց մեջը համ չկա։ Երևանում մեր երկրացիներից շատ կան, հարցրեց Մախլուտոն, կանգ առնելով և նորից հենվելով գավազանին։ Շատ կան, զորավար, մոտ 150,000 մշեցի կա Հայաստանում, նույնքան էլ սասունցի, հին և նոր սերունդը միասին հաշված։ Ինչ ուրախալի բան ասացիր, իսկ ինչ գիտես հին հայդուկ Հաջի Գևոյի մասին։ Իմ լսելով, Հաջի Գևոն հսկիչ էր Թոխմախան լճի կարմիր քարհանքների վրա։ Դարձյալ չերքեզկան հագին էր, երկար չիբուխը բռի մեջ և Մանասկերտի լոլոն շրթունքներին։ Վերջին տարիներին ապրում էր Բաթումում, այնտեղ էլ մեռել է, իսկ հարսը և թոռները կան։ Դու քո մասին պատմիր, զորավար, որտեղ ես իջել։ Ղարիբի մոտ։ Հիշում ես Սոսե մայրիկի ձիու առջևից գնացող ձիավորին։ Այ նրա մոտ եմ իջել։ Ղարիբը Ֆրանսիայից Հայաստան է ներգաղթել 10 տարի առաջ։ Ապրում է Ֆիրդուսու փողոցի վրա։ Հարևանները պատմել էին, որ անդրանիկը 1916-ին փոխարքայի մոտից Բաղեշ վերադարձին իր ձին մի քանի ժամով կապել է այդ տան ներքնահարկում, և Ղարիբը այդ տունն է ընտրել բնակության համար։ Երևան հասա, թե չէ, Ղարիբը դիմավորեց ինձ կայարանում և ժամանակավորապես տարավ իր մոտ։ Նրանք զրուցելով հասան Ֆիրդուսու փողոցը և բաժանվեցին։ Բարսեղը վերադարձավ գյուղ, խոստանալով նորից հանդիպել։ Զբոսայգու վերակացում։ Լենինյան շրջկոմի երիտասարդ քարտուղարը նոր էր մտել իր աշխատասենյակը, երբ քարտուղարուհին ծանուցեց, թե Ֆրանսիայից եկած մի հայրենադարձ է ուզում իրեն տեսնել։ Հրավիրիր ներս։ Ձեռնափայտը բռնած ծանր քայլերով ներս մտավ ծերունի զինվորականը։ Քարտուղարը նրան դիմավորեց մուտքի մոտ։ Տղա, դու մշեցի ես։ Մտերմիկ շեշտով նրան դիմեց զորավարը։ Մշեցի եմ, քեռի, իսկ դու ով ես։ Ես Մախլուտոն եմ։ Զորավար Մախլուտոն։ Այո, Մուշ քաղաքից։ Անխառն մշեցին անդիմադրելի է զորեղ զգացմունքի առաջ, մանավանդ երբ իր դեմ երկրացի է կանգնած։ Շրջկոմի քարտուղարը զորավարին բարի գալուստ մաղթելով տարավ նստեցրեց բազմոցին։ Մախլուտոն ձեռնափայտը դրեց կողքը և թաշկինակը հանելով սրբեց ճակատը։ Կարելի է ծխել։ Ինչու՞ չէ, խնդրեմ։ Զորավարը փաթաթեց մի գլանակ և սկսեց հանգիստ ծխել, թեև սաստիկ հուզված էր երևում։ Դե, հիմա ասա տեսնենք, թե դու դաշտի որ գյուղիցն ես։ Խասգյուղ։ Խասգյուղն ուներ 4 թաղ. Տունջո թաղ, Մարախպյուր, Խուժուռիկ և Վերին կամ Գավռցոց։
այդ չորսից ո՞րն էր ձեր թաղը։ Թաղը չեմ հիշում, ես խութեցի Երանոսի տղան եմ։ Ջորեպան Երանոսի։ Այ տղա, ձեր տունը գավրցոց թաղումն էր, Արջելոյի ջաղացներից վերև, մարտո տների դիմաց։ Ձեր թոնիրը շաբաթը մեկ անգամ էր վառվում, և ծուխը մի քիչ սև էր, որովհետև թաց փայտ էիք վառում։ Դու իմ հորը տեսած կաս, զորավար։ Ես դրա հետ Բիթլիսից մինչև Սասուն եմ գնացել և ճանապարհին կոտրել եմ նրա խոլինջը։ Երանոսը մեր սուրհանդակն էր և փորը մախաթով կարած։ Մախաթով, զարմացավ շրջկոմի քարտուղարը։ Բռնաշենի հովիվները կարեցին։ Քո հայրը վերջին տարիներին վանքի փայտահատն էր և ապրում էր այն խուցի մեջ, ուր Արաբոյի հայրն էր ապրել ժամանակին։ Խեղճը ծառից ընկել էր և աղիքները դուրս թափել։ Շտապ հասցրինք բռնաշենի սարը։ Արինոքցի հովիվ Խոդեդանը բռնեց ոտքերից, իսկ դաշտադեմցի Տոնեն մախաթը տաքացնելով, այծի սև մաղաթելով նրա փորը կարեց։ Իսկ աղիքները։ Աղիքները հարկավ դրեց մեջը։ Քո պատմածը հրաշք է, զորավար։ Հրաշք չէ, հրաշքը դու ես, որ խուրջինից ելած երկիր ես կառավարում։ Ինչ խուրջին։ Քո անունը Զուլում չէ։ Զուլում Հայկազյան։ Դու Փեթարա Իսրոյի շիթիլներից ես։ Իսրոն խուրջինը մեջքին սարուձոր ընկած հայ երեխաներ էր հավաքում ավերակներից։ Մի երեխան մի ոսկի էր։ Իսրոյի մոտ մնացել էր ընդամենը կես ոսկի։ Քեզ բերող քուրդը Իսրոյից մի լրիվ ոսկի պահանջեց, թե չէ ուզում էր մեջտեղից ճվտել։ Ինձ մոտ փող չկար։ Անդրանիկ Փաշի գրպանն էլ դատարկ էր։ Մեր երգիչ Ալադին Միսակը քրդական մի երգ ասաց։ Երգը դուր եկավ քրդին, և նա քեզ առանց վճարի դրեց Իսրոյի խուրջինի մեջ։ Եթե Միսակի երգը չլիներ, ոչ դու հիմա այստեղ կլինեիր, ոչ էլ ես քո կողքին նստած։ Ուրեմն ինձ Փեթարա Իսրոն է ազատել։ Դու նրա հազարավոր շիթիլներից մեկն ես։ Հայկազյանը շտապեց իմանալ, թե հայրենադարձ զորավարը տուն ունի։ Ինչ տուն։ Հայդուկը երբ է տուն ունեցել։ Իսկ աշխատանք։ Աշխատանք էլ չունեմ։ Որևէ արհեստ։ Սոլկար եմ։ Կարող եմ նաև փուքս փչել, կլայեք զարկել։ Մենք քեզ տուն էլ կտանք, աշխատանք էլ, ասաց շրջկոմի քարտուղարը։ Հիմա դու քո հայրենիքում ես։ Ես ուրիշ հայրենիք չունեմ։ Զինվորական մի հին վերարկու ունեմ մոտս։ Կպարզեմ բաց երկնքի տակ, գլուխս կդնեմ մի ժայռի ու կքնեմ։ Կարծում եմ, ինձ դրա համար չեմ բանտարկի։ Ով իրավունք ունի քեզ բանտարկելու, զորավար, խոժոռեց քարտուղարը։ Հակառակորդներս ինձ Մարսելում ասացին, հենց որ հասնես Երևան, քեզ կբանտարկեն։ Երկրորդ օրն է այստեղ եմ, և մոտեցող չկա։ Եվ չի էլ լինի։ Բայց դու շատ ես ծխում, զորավար, նկատեց Հայկազյանը։ Իմը ծխելն է։ Առաջին ծուխս գնաց Նեմրութի վրա։ Ֆրանսիայում էլ էի շատ ծխում։ Էն օրվանից, որ Անդրանիկը մեռավ, իմ ուտելը պակսեց, իմ ծուխը շատացավ։ Ամեն վայրկյան մտքերիս հետ եմ։ Հիացած եմ իմ տեսածով։ Այսքան շեն Հայաստան իմ սերունդը հազիվ թե կարողանար պատկերացնել։ Երկիրը շատ է ծաղկել, շատ է գեղեցիկ։ Էսպես որ գնա, 2-3 տարի չանցած մենք մուշ ենք,
Ես ձեզ կտանեմ, մեկ առ մեկ ցույց կտամ ձեր տների տեղերը, ու դրանից հետո մեռնելը դյուրին կլինի։ Մախլուտոն նորից փաթաթեց մի գլանակ։ Ինչ անուշ թութուն է։ Երեկ իմ ձիապան Բարսեղը բերեց ոսկեթասից։ Շուտով ամեն բան կարգավորվեց։ Հայրենադարձ զորավարին հատկացվեց բնակարան Նայիրի փողոցի վրա։ Նրան նշանակեցին կենսաթոշակ և կարգեցին ընդհանուր վերակացու Կոմիտասի զբոսայգում։ Մենակ էր ապրում Մախլուտոն։ Առավոտները գնում էր զբոսայգի, գործավարներին կարգադրություններ էր անում և բահը վերցնելով սկսում էր աշխատել։ Կոմիտաս զբոսայգին շինված էր Երևանի հին գերեզմանատան տարածքի վրա և նոր էր կազմավորվում։ Զբոսայգին իր երևույթով չափազանց խորհրդանշում էր սովետական Հայաստանը, որ նույնպես ծաղկել էր ավերականոցի և շիրմաքարերի վրա։ Աշխատանքից հետո Մախլուտոն հսկում էր զբոսայգու գլխավոր մուտքի մեծ նստարանին, ծանր գլուխը ֆրանսիական թեթև գավազանին դրած։ Դիմացը զբոսայգու պատի տակ մի ուրիշ հայդուկ էր թաղված։ Աչքը այդ հին հայդուկի գերեզմանից սահեցնելով, նա լուռ նայում էր անցուդարձ անող մարդկանց, երիտասարդ զույգերին։ Մանավանդ սաստիկ հուզվում էր, երբ զբոսայգու մանկապարտեզի երեխաները սպիտակ գոգնոստեր կապած դաստիարակչուհիների ուղեկցությամբ շարքով անցնում էին իր առջևից։ Նրա ձեռնափայտի գլուխը երբեմն աննկատելի թրջվում էր, և նա հախուռն ծխելով դանդաղորեն գնում էր տուն։ Վանեցի մի կին շաբաթը մեկ-երկու անգամ գալիս մաքրում էր նրա սենյակը և գնում։ Զորավարին տեսության էին գալիս հին զինվորներ, ծանոթներ, բարեկամներ։ Մշտական այցելուն և զրուցակիցը Սմբուլ Արշակն էր, կամավորական հեծյալ գնդի հարյուրապետը, որ առաջինն էր մտել Խաչմանոկյանների ապարանքը Բաղեշում և գեղեցկուհի Շուշանին իր բեռներով ուղևորել դեպի Երևան։ Շուշանը չկար։ Զբոսայգին տարածված էր Հրազդան գետի եզերքին, որտեղից երևում էր Երևանի հին բերդը, բայց ոչ բերդի զինվորական հիվանդանոցն էր երևում և ոչ էլ գթության քույր Շուշանը։ Մյուս անբաժան այցելուն Ղարիբն էր։ Իր ազատ ժամերին սա միշտ զորավարի կողքին էր նստած, տանը կամ զբոսայգում։ Երկուստ էլ մտքով երբեմն տեղափոխվում էին Ֆրանսիա։ Մինչև արտասահման գնալը Ղարիբը շարունակ եղել էր Սոսե մայրիկի հետ իբրև նրա ձիու առջևից գնացող զինվոր, և ամեն հանդիպմանը որևէ հետաքրքրական դրվագ էր պատմում այդ կամավորուհի կնոջ կյանքից։ Ինչպես աղբյուր Սոսեն Հաջի Գևոյի և արևմտահայ գաղթականության հետ Ալեքսանդրոպոլից հասավ մինչև Գորիս։ Եղավ այն զինվորների մեջ, որ Անդրանիկին Բաթումից ուղևորեցին դեպի արտասահման և վերջում մեկնեց Պոլիս։ Իսկ Մախլուտոն ավելի հեռուն էր գնում։ Նա մտքով շրջում էր Ֆրեզնոյի և Լոս Անջելեսի փողոցներով և Ատլանտյան օվկիանոսը կտրելով գալիս կանգնում էր քարե հեծյալի կողքին։ Երրորդ այցելուն ձիապան Բարսեղն էր։ Սա ոսկեթասից էր գալիս, հետը երբեմն որևէ հին հայդուկ կամ կամավոր բերելով Թալինի և աշտարակի գյուղերից։ Մայրաքաղաքի այն թաղամասը, ուր Մախլուտոն էր ապրում, խիստ աղմկոտ էր։ Իրար ետևից ավտոբուսներ էին անցնում, անթիվ անհամար ինքնաշարժեր։ Մի անգամ մի մենավոր ձի անցավ փողոցով, վրան մի հեծյալ։ Կանգ առավ և ձեռնափայտին հենված երկար նայեց ձիու ետևից։ Ինքնաշարժերը քսվելով անցնում էին նրա մոտով։ Ու հանկարծ այդ բոլոր ինքնաշարժերը դարձան ձիեր։ Փողոցը լցվեց նժույգներով, կոշտ խճուղին դղրդաց նրանց սմբակների տակ։ Նրան թվաց, թե այդ բոլորը պայթող աղբյուրի նժույգներն են, սաստո առասպելական աղբյուրից բարձրացած հրեղեն ձիավորները։ Անվերջ ելնում են ու վերջ չկա։ Ահա նրանք, անցան հաղթանակի կամուրջով։ Բոլորից առաջ ընթանում էին քարե հեծյալը և մենավոր ձին, որի թամբին ինքն է նստած,
Գնացին, սմբակները դեմ տվին սմբատաբերդին և սկսեցին հարվածել։ Մախրուտոն ձեռքը տարավ դեպի ճակատը, և հրեղեն ձիերն ու ձիավորները չքացան, սմբատաբերդը աներևութացավ, տեսիլքեր ցնդեց։ Այդ բովանդակ տեսարանից իր աչքերի առաջ մնաց մեն մի պատանի, Սողգոմ գյուղի կանաչ դաշտի մեջ կանգնած, այնտեղ, ուր մշո գետակը թափվում է Մեղրագետի մեջ։ Ինքն էր։ Կարմիր ծառի զանգակ սարից իջած շարժվում էր դեպի արևելք, հայացքը հառած խլաթալեռներին, և փոքրիկ դադարի կանգնած նայում էր, թե ինչպես հայրենի գետակը սպառում էր իր կյանքը, խառնվելով ավելի մեծին ու անծանոթին։ Իր կյանքի աղմկալի գետակն էլ ճիշտ այդպես, իրավունքից հեռանալով գնաց թափվեց ավելի մեծի ու անհունի մեջ։ Քիչ հետո նա արդեն տանն էր։ Ես էն ճրագ փչողն եմ։ Դռան փոստարկղում մի հաստ ծրար գտավ։ Հալեպի հայ ծերանոցից էր։ Իր հին զինվորներից մեկն էր գրողը։ Պաշտելի զորավար։ Լսեցի, որ Մարսելից Հայաստան ես գնացել։ Երանի աչքերիդ։ Բախտը ինձ Բերթակի անտառից քշեց ղարիբության, իսկ ծերությունը ինձ տարավ անկելանոց։ Անգրագետ եմ, ու մեկ ուրիշի գրել տվեցի այս նամակը։ Կհիշես ինձ։ Ես Սերոբ Փաշի մոտ Գյուլեքի սերտ ու փուչը ջոկող Թադեն եմ։ Վերջերս Ալեքսանդրիա քաղաքի մեջ մեռավ աղբյուր Սոսեն։ Պոլիսից էր եկել։ Ուխտի էր գնացել Երուսաղեմ և օժտված էր սուրճի բաժակ նայելու շնորհքով։ Անկեղծորեն հավատում էր, որ Սերոբ Փաշի մեկ որդին ողջ է և գտնվում է Մարտենի քրդերի մեջ։ Սոսեն ճամփա էր ելել իր կորուսյալը փնտրելու։ Հասել էր Ջեզիրե և ձեռնունայն ետ դարձել, սակայն ոչ հուսախաբ։ Հիշո՞ւմ ես քաջակորով այդ հայդուկ կնոջը և առաջին հայ կամավորուհուն, ոտքերին ռուսական մույկեր, Աստրախանի փափախը գլխին և Մաուզերը կրծքին։ Եվ մեռավ նմանապես մի ուրիշ հայդուկ կին էլ, Ֆրանկ Նորշեն գյուղից, անունը Կաքավ։ Ֆրանկ Մոսոյի կինն էր, որ շալակով հաց էր տանում ֆիդայիններին։ Կաքավն էլ բարի խաբրիկների էր սպասում։ Ունեցել է մի աղջիկ և 4 տղա։ Աղջիկը տարված է մուշ, և ասում են, թե մինչև հիմա հոն է։ Մի տղան կորել է։ Մյուս 3-ը Հայաստանի մեջ են՝ Պետրոս, Սամվել և Բաղդասար։ Վերջին տարիներին խեղճ կինը միշտ ասելիս է եղել. ես նման եմ էն հավքին, որ կորցրել է իր ձագերին և չի իմանում, թե որի ետևից գնա, որ թփի տակ փնտրի նրանց։ Մեկ ամիս առաջ մի պորսահայ պարոն եկավ մեր ծերանոց։ Տեսավ ինձ, իմ նկարը քաշեց և իմ մասին բան գրեց հայ ծերանոցի մեջ, որից մեկ օրինակը նամակիս հետ ուղարկում եմ քեզ։ Զորավարը բաց արեց հայ ծերանոցը և կարդաց. Մուշ գավառի Փեթար գյուղեն է Թադո քեռին, ինչպես կկոչեն զինք ծերանոցի մեջ։ Խնամված Փալաբեղմը, Փալաբեղին տակ ժպիտմը և ժպիտին տակ զայրույթն ու հավատքը միասին կընթանան ու կարտահայտվեն զարմանալի կերպով։ Քանի տարեկան ես Թադո քեռի, կհարցնեմ։ 90, 100 չեմ գիտեր։ Աստուծմով կապրի միշտե։ Ես բնավ դպրոց չեմ գացած։ Հաշիվ չեմ գիտեր։ Լեռնային եղած եմ, հողագործ հովիվ և ֆիդայի։ Միայն այս չափը գիտեմ, որ վաղ հասակեն լեռները կֆռայի հորս Չագմակլիով։ Հոս Թադո քեռին պահմը կբացատրե Չագմակլիին ինչ ըլլալը և այն օրերու զենքերուն տեսակները։ Շատ արագաշարժ էի։ Քեռին կսեր, որ կամաց քալեմ, որ չհոգնիմ։ Ես կսի իրեն. եկուր, ես քեզ ալ կշալկեմ, քու զենքը տալ։ Ապա հանկարծ արցունքոտ աչքերով կբացականչե. ախ, Մուրադ, Մուրադ,
ապա բարձր ձայնով կգոչե. «Ես 14 տարի ծառայած եմ Անդրանիկին, Քեռիին, Սմբատին և Սեբաստացի Մուրադին բանակներուն մեջ, իսկ ավելի առաջ զինվոր եղած եմ աղբյուր Սերոփին և Գևորգ Չաուշին, Բիթլիս, Մուշ, Նեմրութ, Ալագյազ» և զայրույթեն կդողա, աչքերը արցունքով կլեցվին և պահմը չի կրնար խոսիլ։ Քեռի Թադո, Անդրանիկը ինչ տեսակ մարդ էր, կհարցնեմ։ Անդրանիկի պես զորավար մարդ չէ եղած։ Անոր բմբլե բարձը Սասունի լեռները եղան, անոր պես մարդ կլլա։ Միայն երբ ջղայնանար, թուրքերեն կհայոյեր և բուլգարերեն նապրետ կսեր։ Երբ փամփուշտ գար մեզի, կսեր, որ գետին պառկենք, և ինքը միայն ոտքի կկենար և կտեղացներ փամփուշտները։ Անշարունակ մեզի հետ ճաշի կնստեր և իր կերակուրը մեզի կբաժներ։ Ամուսնացած ես, Քեռի Թադո։ Ախ, զոզան, զոզան, կբացականչե Թադոն, ակնարկելով իր կնոջը։ Երկու զավակ ունեցանք, պատերազմի ատեն, ինչպես աշխարհ եկան և ինչպես աշխարհին գացին, մենք ալ չգիտցանք։ Հոս Թադո քեռին դարձյալ կհուզվի, կարտասվի ու չի կրնար շարունակել։ Ուրիշ զավակներ և թոռնիկներ ալ ունիս։ Շողիկս Հայաստան է, բայց ճիշտ որ քաղաքը, հիմա չեմ հիշեր։ Հայկանուշը հոկտեմբերյան է, 4 կամ 5 զավակներ ունի։ Զաբելն ալ էջմիածին է, անալ 4-5 զավակներ ունի։ Նամակ կգրեն քեզի։ Աման, միշտ կգրեն, էկու հայրիկ, մենք հարուստ ենք։ Ուզես Հայաստան երթալ։ Աման, ադալ խոսք է, վաղն ալ ըլլա կերթամ, օգնեցեք ինձի, որ երթամ։ Սա վերջին օրերս գոնե մեյմը հայրենիքս, զավակներս ու թոռներս տեսնեմ ու անանք մեռնիմ։ Ծերանոցեն գոհ ես, քեռի։ Բաբամ լավ է, մաքուր է, ջուրը լույսը տեղն է, փառք Աստուծո, բայց վերջապես անունը ծերանոց է։ Երբ կպատրաստվիմ երթալու, Թադո քեռին կրկին կպաղատի. տղաս, չմոռանաս, ազգը զիս Հայաստան թող ղրկե։ Ախ, եթե կյանքս գրեի, ասանք գիրք մը կլլար, հառաչեց քեռի Թադոն և ավելացրեց. Խոդեդանի հեղինակին ըսեք, թող իմ անունն ալ դնե գրքի մեջ։ Կրնա պատահի, որ ես Հալեպի ծերանոցի մեջ մեռնիմ ու Հայաստանը չտեսնամ։ Մի հիշատակ ալ ինձանից թող մնա։ Եվ թող ուղղե նմանապես Մուսաբեկի մահվան հանգամանքները, տեղը և թվականը։ 7 թամբերու տան Մուսաբեկը, Ղասիմբեկի եղբայր, մեռել է 1929 թվականին, Ջեզիրե եղած ժամանակ։ Սա իր տղայի Մատանի Պեի հետ 1925 թվականին կմիանա Սաստա Քոր Հյուսեյն Փաշային, որպեսզի երթան քուրդերը ոտքի հանեն թուրքերի դեմ, օգնելով Շեյխ Զիլանի ապստամբներին։ Գործը կվերջանա խարդախությամբ։ Մուսա Պեյը Ջեզիրե եղած ժամանակ կմեռնի, որդին Մատանի Պեյը Հյուսեյն Փաշայի հետ ճամփան կշարունակե և գիշերմը քնացած տեղը կսպանե Հյուսեյն Փաշային և կանցնի թուրքերու կողմ։ Սրանք միշտ քնացած տեղը մարդ կսպանեն։ Այսօր Մատանի Պեյը Մշո դաշտ կբնակի և իր դավաճանության արդյունքովը կապրի։ Բեկալ կա, Բեկալ։ Մոքս գավառի իշխան Մուրթլա Բեկն ալ քուրդ էր, բայց երբ կանչվեց Վան, որ հայերին կոտորելու գաղտնի հրահանգ ստանա, ժողովը կիսատ թողեց, գիշերով հեծավ իր ձին և ամբողջ թափով սլացավ դեպի Մոքս։ Իր ձիու սպիտակ փրփուրից խավարը ճերմակել էր։ Մուրթլան ոզմեցի Լաթոյի հետ մոկած լեռները պաշարեց և Շատախի և Մոքսի հայերին ազատեց կոտորածից։ Ջևդետը ուզեց նրան բռնել և կախաղան բարձրացնել Վանում, բայց նա փախավ Քրդստան։
Գնալուց առաջ իր ձին հանձնեց ոզմեցի Լաթոյին, իբրև բարեկամության նշան։ Հիմա ցեղասպան ռոմիները, գլխարկները փոխած 7 թամբերուտան ժառանգների հետ, մեր հողերի վրա ման կուգան, իրենք զիրենք քաղաքակիրթ համարելով։ Բայց քաղաքակրթությունը միայն գլխարկ փոխելով չլար, այլ պետք է գլխարկի տակինը փոխել։ Մեկ-մեկ կփորփրեն մեր հայրենի հողը, եւ երբ գետնի տակ հայի կամ ուռումի ձեռքով շինած մի հին քաղաքի ավերակ կամ քանդված կամուրջ կգտնեն, կուրախանան, ասելով, թե Օսման թուրքն է շինել Քրիստոսից առաջ։ Իմ աչքի առաջ աշխարհի մակարդը փչացավ։ Դավաճանին ու ցեղասպանին մնաց մի ամբողջ երկիր, իսկ ազատատենչ հայդուկին մի նեղ ծերանոց հալեպի մեջ։ Վայ աշխարհ, ես քո արդարությունը։ Սասունցի Թադոքերին վերստին աղաչական շեշտով նայեց ինձ ու վերջին խոսքը այսպես ավարտեց. Կյանքը շատ դաժան եղավ մեզի հանդեպ եւ մեզի ցրիվ տվավ աշխարհի վրա։ Սերոբ Փաշի անունը տվեցի, բայց շատ տարիներ են անցել մեր բաժանումեն, ու թերևս զորավար Մախլուտոն դժվարանա հիշել, թե ես ով եմ։ Դու իմ անունից իրեն գրե։ Կհիշես, զորավար, Բերթակի եւ Մարնիկի անտառը, եւ թե ինչպես 5 ընկերով գնացինք քրդական հարսանիք, եւ ես, սպիտակ քոլոզը գլխիս, կանգնած էի մորուք կարոյի ետև իբրև ճրակ փչող։ Ես այն ճրակ փչողն եմ։ Ճրակը, միթե ճրակը մարեց։ Իսկ ինչ եղավ, մշեցի Տիգրանը։ Կծկտուր բացականչեց Մախլուտոն եւ նամակը ձեռքի մեջ դանդաղակայլ մոտեցավ լուսամուտին։ Խենթի կողքին Զարմանալի հանդարտ լուսանում էր Երևանի գարնանային առավոտը։ Ոչ քամի կար, ոչ զեփյուռ էր փչում Քանաքեռի եւ Նորքի բարձունքներից։ Աբովյան փողոցի ձախակողմյան մայթով փութկոտ քայլերով դեպի վեր է ելնում քաղաքի անքուն բնակիչներից մեկը։ Հայկազյանը սաստիկ զարմացավ հայրենադարձ Ղարիբին, իր շեմքի վրա տեսնելով այդ տարաժան պահին։ Զորավարը մեռավ, ասաց Ղարիբը, անաղմուկ ներս մտնելով։ Երբ։ Այս գիշեր Սմբուլ Արշակն ասաց, որ երեկոյան մի աման մշոկը լուլիկ է կերել, երկար ծխել է եւ պառկել է քնելու։ Ուրեմն անկողնում մեռավ, տարաբախտ մարդ, ասաց Հայկազյանը։ Իսկ մոտը ով է եղել վերջին ժամին։ Ոչ ոք, նույնիսկ Վանեցի հավաքարարուհին բացակա է եղել, մենակ էր ապրում եւ մենության մեջ էլ մեռավ։ Ղարիբը շտապեց մյուս հայրենակիցներին կոչնակելու, իսկ Հայկազյանը արագ հագտվելով նրա ետևից դուրս եկավ։ Անատոմիկումը մոտ էր իր բնակարանին։ Նույն անտարբերությամբ Մասիսն ընդունում էր իր կրծքին արևի անդրանիկ ճառագայթները, առանց զգալու, թե ով է գալիս եւ ով է գնում աշխարհից։ Հայկազյանը դանդաղորեն իջավ ցուրտ աստիճաններով եւ կամաց հրեց նկուղահարկի կիսաբաց դուռը։ Նախասենյակի աջակողմյան պատի տակ, դիասեղանի վրա, պառկած էր հաղթամարմին մի ննջեցյալ, սպիտակ սավանով ծածկված։ Խորքի սենյակում աշխույժ մի տղամարդ եռանդով ետ ու առաջ էր քաշում դատարկ դիասեղանները։ Ներեցեք, ընկեր հսկիչ, 3-րդ մասից այս գիշեր ննջեցյալ բերված է ձեզ մոտ։ Մեզ մոտ գրեթե ամեն օր ննջեցյալ են բերում, անփութությամբ պատասխանեց գործավարը, առանց իր աշխատանքը ընդհատելու։ Ես ձեզ հարցնում եմ այսօրվա բերածի մասին։ Անունը Մախլուտո։ Չէ, այդպիսի ննջեցյալ չկա մեզ մոտ։ Պաշտոնը։ Վերակացու էր Կոմիտասի զբոսայգում։ Խոսքը մի հին զորավարի մասին է։ Այդպիսի մի զորավար կա պառկած այստեղ։ Գուցե սա է, ասաց պահակը
և մոտենալով նախամուտքի սեղանին, ետ քաշեց սպիտակ ծածկոցը։ Նա էր զորավար Մախլուտոն։ Ոչ պսակ կար վրան, ոչ զարդ։ Անշուք, անաղմուկ պառկած էր նա պաղ ներքնահարկում, պաղ սեղանի վրա, պաղ լռության մեջ։ Հաջորդ օրը մարտի 20-ին Հայկազյանը վարորդին կանչեց և կարգադրեց իրեն տանել Էջմիածին։ Ուղարկավորների մեծ թափորը Երևանից հասել էր Էջմիածին, և դագաղը ձեռքերի վրա պահած թեքվում էր դեպի Գայանեի վանքի գավիթը։ Որտեղից և ինչպես հավաքվեց այդքան ստվար բազմություն։ Թափորը գնալով ստվարացավ, իր մեջ առնելով Էջմիածնի և շրջակա գյուղերի ու ավանների շատ բնակիչների։ Դագաղին գրեթե կպած քայլում էին հարյուրապետ Սմբուլ Արշակը, Ձիապան Բարսեղը, հայրենադարձ Ղարիբը, Հոնկա Պապի թոռ Սիմոնը, հանգուցյալի մի քանի ազգականները, ծերացած զինվորները, հայ ֆիդայինները և հայրենակիցները։ Ընդհանուր կարգադրիչը երբեմնի հարյուրապետ Սմբուլ Արշակն էր։ Վանքի պատի տակ մի քանի տեղացի հուղարկավորներ էին նստել։ Դրանց կողքին կանգնած էր մազոտ երեսով մի տղամարդ, մեջքը պատին հենած և հեռվից ակնապիշ նայում էր ահռելի փոսին։ Դա այն սևադեմ երիտասարդն էր, որ 1919 թվականին պատրաստվել էր մահափորձ կատարելու Անդրանիկի վրա Էջմիածնում։ Նրա դեմքին ցավալի մի արտահայտություն կար։ Խղճի խայթ էր զգում և եկել էր Անդրանիկի մերձավորագույն զինակցի թաղմանը իր մեղքը քավելու համար։ Երբ դագաղը դրվեց թարմ հողաթմբին, առաջին մարդը, որ հայտնվեց նրա գլխավերևում, պատի տակ կանգնած սևադեմ մարդն էր։ Նա կռացավ և համբուրեց Մախրուտոյի ճակատը ու բազմությունը ճեղքելով հեռացավ։ Ու գլուխը վանքի պատին հենելով դառնորեն արտասվեց, շիթ առ շիթ մաքրելով իր խիղճը, իր հոգու վրայից քերելով տարիների անդարմանելի կոշտուկները։ Վեհափար Հայրապետը բացակա էր, ուստի առաջինը խոսեց նրա տեղապահ Սահակ արքիեպիսկոպոսը։ Նա դրվատեց զորավար Մախլուտոյին իբրև մեծ հայրենասերի և զորավար Անդրանիկի մարտական զինակցի։ Հիշատակեց նաև Արաբոյի, Աղբյուր Սերոփի և Գևորգ Շահուշի անունները։ Հանգուցյալը միայն մի անգամ եկավ Սուրբ Էջմիածին, ասաց նա, և դա մի ամիս առաջ էր։ Նա եկավ նորին Սուրբ Օծության վեհափարի մոտ և նրան հանձնեց մի փոքրիկ ծրար։ Ապա ծոցից հանելով մի հին գդակ, նվիրեց վանքիս թանգարանին։ Սա Մշո Սուրբ Կարապետի վանահայր Հեսու վարդապետի գդակն է, ասաց նա և պատմեց այդ գդակի հետ կապված ամբողջ պատմությունը։ Գուցե կհարցնեք, թե ինչ էր գրված վեհափարին ուղղված նամակում։ Ընդամենը երկու խոսք. հավատքիս համար ինձ թաղեք Սուրբ Էջմիածնում, իսկ քաջությանս համար Խենթի կողքին, եթե հարմար կդատեք, Մախլուտո։ Հավատքի համար Էջմիածինը պատրաստ էր նրան ընդունելու իր ծոցում, իսկ քաջության համար ստացվեց հայրենի կառավարության համաձայնությունը, որին նույնպես նա դիմում էր արել մահից առաջ։ Ապա ֆրանսահայերի կողմից խոսեց հայրենադարձ Ղարիբը։ Այս մարդը, որ այժմ հանգչում է Դագաղում և քիչ հետո պիտի իջնի գերեզման, մեր ժողովրդի քաջարի զավակներից մեկն է, ասաց նա։ Դուք ծանոթ եք նրա ֆիդայական անցյալին, բայց չգիտեք, թե ով է եղել նա Ֆրանսիայում երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Նա մեծ հայրենասեր Միսաք Մանուշյանի մերձավոր բարեկամն էր և Ֆրանսիայի մեր ընդհատակյա հակաֆաշիստ կազմակերպության ազգային կենտրոնի անդամը։ Երբ 1943 թվականի ապրիլին Հայ ազգային խորհուրդը և հիտլերյան ռազմական բաժանմունքը նրան հրավիրեցին Բեռլին,
Առաջարկելով հայ գերիներից և գաղութներից հայկական լեգիոն կազմել և արշավել սովետական միության վրա, Մախլուտոն վճռաբար հրաժարվեց այդ գործարքից, հայտարարելով, որ ինքը Ռուսաստանի վրա երբեք զենք չի բարձրացնի։ Զորավար Մախլուտոն հակաֆաշիստ ընդհատակի հետ պայքարեց հիտլերյան Գերմանիայի դեմ, օգնեց նրա ջախջախմանը և 1947-ին հայրենադարձների առաջին քարավանով եկավ Հայաստան։ Գնաս բարով, Տարոն աշխարհի քաջակորով հայդուկ և աննման հայրենասեր, քո պատմությունը դեռ նոր պիտի գրվի։ Մենք քո և քո սերնդի մոլորությունները կհանձնենք Մասյաց հողմերին, իսկ բռնակալության դեմ մղած ձեր ազատատենչ կորովը և անհողդողդ կամքը դարերին։ Եվ գուցե այս բրոնզադեմ մանուկը շարադրի քո պատմությունը, որ գլուխը ձեռքերի մեջ առած մտախոհ կանգ է առել քո տխուր վերջաբանին։ Երբ բոլորը հեռացան և Սմբուլ Արշակն ու Ձիապան Բարսեղը վերջինը լքեցին նոր ծածկված շիրիմը, իրենց հետ տանելով խելագար Անդրեասին, բրոնզադեմ մանուկը հանեց ծոցատետրը և ծնկանը դնելով հուշագրեց. Զորավար Մախլուտոն գերեզման իջավ 1956 թվականի մարտ ամսի 20-ին, երեքշաբթի, երեկոյան ժամը 6-ին։ Նա թաղվեց Խենթի քարից 7 թիզ դեպի աջ, փառք քաջ նախնիների հիշատակին։ Հաջորդ առավոտյան երրորդ քաղմասի թաղային լիազորը, հետը վերցնելով շրջանային սովետի նոտարին և գլխավոր հաշվապահին, շտապեց դեպի Նայիրի փողոցի այն տունը, որտեղ իր վերջին օրերն էր անցկացրել ծերունի զինվորականը։ Կնիքը քանդեցին և ներս մտան։ Տունը դատարկ էր։ Թախտի վրա, բարձի տակ, հայտնաբերեցին հնամաշ մի պայուսակ և նույնքան հնամաշ զինվորական վերարկու։ Նոտարական բաժնում պայուսակը բաց անելիս մեջը գտան պատմական Հայաստանի քարտեզը, պարսկական մի մաշված ձիուսանց դեղին ծոպերով, Գեորգիևյան 2 ոսկի խաչ, Աղբյուր Սերոփի, Գևորգ Չաուշի և Անդրանիկի լուսանկարները, կամավորական մի խմբանկար, Հայկ Բժշկյանը Անդրանիկի և իր կողքին նստած, Մուշ քաղաքի տեսարանը, Սիմ լեռը ետևում, դաշտային մի հեռադիտակ, 3 արշին ճերմակ կտավ և մի սևացած փոքրիկ տուփ։ Վերջինը Արաբոյի ծխատուփն էր։ Այնտեղ գտան նաև Բդեի Միսակի հիշատակարանի վերջին գլուխը և մի քանի հաստ տետրեր վրան գրած, Ֆիդայի Մախլուտոյի թղթերը։ Այդ ամենը նույն օրը հատուկ արձանագրությամբ հանձնվեց Հայաստանի պատմական թանգարանին։ 2 տարի անց Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքից մի ամերիկահայ զբոսաշրջիկ եկավ Երևան, դեմքը շիկավուն էր, աչքերը բաց կապույտ։ Ես եմ, Մախլուտո, ես եմ, քո դասընկեր Կոփեցի Լևոնը, ասաց նա, նետվելով իր հայրենակցի անշուք գերեզմանին։ Մենք իրարից բաժանվեցինք սրանից 60 տարի առաջ, երբ Մելքոն վարժապետը մեզ սովորեցնում էր անգիր անել ռանչպարների կանչը։ Իմ հայրը կամուրջ շինող էր Բուլանուխի Կոփ գյուղում, քո հայրը որմնադիր։ Ինձ բախտը շպրտեց հեռավոր Կալիֆոռնիա, իսկ դու նետվեցիր ֆիդայական շարժումների մեջ, ուխտելով ծառայել Հայաստանի ազատագրության դատին։ Ես մի փոքրիկ պանդոկ շինեցի Ֆրեզնո քաղաքում անտուն ու անտեր պանդուխների համար, իսկ դու քո կյանքը կամուրջ շինեցիր, որ հայ ժողովուրդը անցնի նրա վրայով։ Դու մի խենթ էիր և եկար թաղվեցիր խենթի կողքին։ Եվ արցունքները թափվում թռչում էին գերեզմանը մեծանուն հայրենասերի, որ հանգչում էր Գայանեի վանքի բակում, իրպես անհանգիստ ու մեծահամբավ մի ուրիշ քաջի կողքին։
Շուտով Մախլուտոյի հողաթմբին բարձրացավ գրանիտե մի հուշարձան, որի վրա երկաթագիր տառերով դրոշմված էր. Տարոնի հայդուկ Մախլուտոյի Սմբատ Բորոյան, հիշատակին 1872-1956 թվական, իր դասընկեր Լևոնից, Մշո Կոբ գյուղացի։ Վերջին ժայռագնացը 1962 թվականի վաղ աշնանը Մակու քաղաքի կողմից դեպի Արարատի գագաթն էր մագլցում մի հանդուգն ժայռագնաց։ Լեռան արևելյան լանջը խիստ ապառաժոտ էր։ Աշխարհի ոչ մի ճանապարհորդ դեռ փորձ չէր արել այդ կողմով վերելքը սկսել, բայց այդ խիզախ լեռնագնացը որոշել էր մեծ Մասիսը նվաճել բարձրանալով հարավից։ Մենակ էր և մյուսապարկ շալակին, ձեռքին ալպինիստի գավազան։ Ուր էր գնում և ինչ էր որոնում այդ խենթ ուղևորը, փառք, այդ հասակում։ Երկար մաքարելուց հետո կեսօրից առաջ հասավ ձյունի սահմանին, նայեց դեպի աջ, փոքր Մասիսը իրենից ցածր էր կանգնած։ Ակոռին չէր երևում, ոչ էլ Սուրբ Հակոբի աղբյուրը։ Թուխ, կապույտ երկինքը կախված էր գլխի վրա, հոգնած էր։ Նստեց մի ցից ժայռի հանգստանալու, ապա սկսեց վերելքը։ Հսկա մի սառցաշերտ պոկվեց իր ոտքի տակից և դղրդոցով գլորվեց ներքև։ Փշրվեց երկրորդն էլ, երրորդն էլ։ Որքան վեր էր ելնում, տեսարանը դառնում էր վեհատեսիլ, իսկ վերելքը դժվարին։ Նա կպած էր մի ձյունեղեն բարձունքի, որի ետևից մի ավելի մեծ ու բարձր գագաթ էր երևում։ Գիշերը քնեց այդ բարձունքին կպած։ Լուսադեմին Արցախի կապույտ լեռների և փոքր Մասիսի թիկունքից բարձրացավ արևը, բայց շուտով փոթորիկ սկսեց և ձյուն տեղաց կարկտախառն։ Քամին հռնդյունով հարվածեց նրա մեջքին, կամենալով նրան գլորել անդունդը։ Մի ճայթյուն լսվեց փոթորիկի մեջ, կայծակն էր, որ օձապտույտ անցավ իր մոտով։ Քամին հանդարտվեց և թանձր մառախուղը ծածկեց հյուսիսային գագաթը, դարձավ ետ նայեց։ Դիմացի խոր ձորի մեջ երևաց Թադեի վանքը։ Նրանից դեպի արևմուտք տարածված էր գեղանի մի ծով, իսկ ծովից այն կողմ իր ծննդավայրն էր։ Մի քանի օր առաջ նա անցավ Մշո դաշտով, եղավ նաև Սասունի կողմերը։ Մի անծանոթ հայ կնոջ հետքերով էր գնում, լուր էր առել, որ այդ կնոջը քրդերը գերի են տարել, բայց թե որտեղ, հայտնի չէր։ Հարց ու փորձով հասավ Բաղեշ։ Բաղեշի դռանը օտարական մի հայի տեսավ, որ հեռվից 3 անգամ բարձրաձայն Բիթլիս, Բիթլիս, Բիթլիս գոչեց։ Մի տարեց Բիթլիսցի նրան ցույց տվեց երկհարկանի քարաշեն կիսավեր մի տուն, ավելի մեյդան թաղամասում, բարձունքի վրա։ Սրանք ձեր սենյակներն են, ասաց ծերունին։ Գրագետը կանգուն մնացած պատի լուսամուտը ձեռքով մաքրեց։ Հետո գետնից քարեր առավ, շոյեց, ծաղիկներ քաղեց և ելնելով իր հորենական տան փլատակներին, ասաց. Ապրելու համար շատ գեղեցիկ տեղ է։ 55 տարի այս վայրկյան ապրեցի, այլևս փույթ չէ, եթե մեռնեմ։ 3 անգամ Բիթլիս աղաղակող հայը ծնվել էր Ամերիկայում։ Իսկ ինքը, որ ծնվել էր Մշո դաշտում, ինչ աներ ինքը, քանի անգամ գոռար մուշ։ Որոնեց, բայց չգտավ կնոջը։ Վաղեմի մի իղձ էր մնացել անկատար, մի սրբազան ուղտ, և նա վճռեց վերադարձից առաջ իրականացնել այն։ 4 անտեսանելի ուժեղ բազուկներ ետևից հրում էին նրան դեպի Մասիսի հավերժական ձյուները։ Հյուսիսային գագաթի մառախուղը գլորվեց դեպի արևմտյան լանջերը։
Մի քանի պալան Սուրբ Հակոբի կիրճով իջան Մեծ Մասիսի ստորոտը, լիզելով այն խանձված քարերը, որտեղ մորուք կարոն և զնգլիկ բետոն մեծ խարույկ են վառել տարիներ առաջ։ Քիչ առաջվա քամին ավլել էր արևելյան լանջերի ձյունը։ Բարձրում պսպղում էր մի հսկայական սառցագագաթ, արևի ճաճանճներով ողողված։ Նա դեպի արևոտ գագաթ էր ձգտում, աչքերը հառած ցնորական բարձունքին։ Ստիպված էր սառույցի վրա աստիճաններ փորել։ Ուսապարկը ամրացրեց մեջքին և գավազանի բրիչով սկսեց սառույցը ջարդել, որ ոտքի համար հենարան շինի, կոտրեց ու մագլցեց վեր, միշտ դեպի վեր։ Լայնորեն տեսնելու համար պետք է բարձրանալ։ Արևը մոտենում էր մուտքին, իսկ գագաթը թվում էր անհունապես հեռու։ Նորից կոտրեց սառույցը և նորից մագլցեց վեր, կոտրեց ու բարձրացավ։ Մութ է, այլևս չի տեսնում։ Շեյք Դավիթին հիշեց, քրդական տարազ հագած խնուսցի այն հմուտ ուղեցույցին, որ միշտ գիշերով էր շրջագայում, և որի աչքերը, խավարին վարժված լինելով, ազատորեն կողմնորոշվում էին մթության մեջ։ Հիշեց Տավրոսի բուքը և աջ ոտքը զգուշությամբ սառցե հենակին դնելով, բրիչը վերջին անգամ բարձրացրեց հարվածի համար։ Ահա և գագաթը։ Այլևս տեղ չկա բարձրանալու։ Վերևում երկինքն է և ինքը, կանգնած մեծ լեռան վրա։ Նայեց ետև։ Ե՞րբ նվաճեց այս ահռելի բարձունքը։ Սև զառիթափով այնքան էր առաջ գնացել կյանքը վտանգի տալով, որ գրեթե հասել էր գագաթի կենտրոնին։ Գագաթը քիչ ուռուցիկ շրջանաձև հրապարակի էր նման։ Հենց այդտեղ էլ նա մի կետ ընտրեց։ Բրիչով փոս պատրաստեց սառցի մեջ և ծոցից ինչ-որ բան հանելով ամրացրեց այնտեղ։ Մինչև այդ բարձրացողները խաչ էին տնկել լեռան գագաթին, իսկ իր տնկածը խաչ չէր, այլ մի գունագեղ պաստառ, վրան 3 գիր միայն՝ Ս. Մ. Տ. այսինքն՝ Սրափ, Մախլուտո և Տիգրան։ Առաջին երկուսը վաղուց չկային։ Նրանցից մեկը հանգչում էր Բասենի դաշտում Ալեքսանդրապոլսի պոդվալի Վաղոյի հետ անանուն մի քարակույտի տակ, իսկ մյուսը Գայանեի վանքի գավթում։ Մեր երեքի կողմից, երկյուղացությամբ շշնջաց նա, պաստառի ճոթը համբուրելով։ Ու կանգնած էր նա երկնահաս լեռան գագաթին, ամպերից ու աշխարհից բարձր, անհասանելի բարձր, մենակ էր, ուսապարկը մեջքին և ցրտից ու քամուց այրված դեմքին բերկրանքի արցունքներ։ Բայց այս ի՞նչ բան է։ Պաստառը շառագունեց, մատների ծայրերը կարմրեցին, գավազանը նույնպես։ Դեմքի վրա շողերի փայլ զգաց։ Բրդյա գլխարկը կարծես տաքացավ։ Արշալույս է, արևն է ծագում։ Այս ի՞նչ լույս է ցոլանում դեպի երկինք, պատռելով գիշերային խավարը։ Հրաշք էր։ Սարսափած ետ գնաց, ապա նորից մոտեցավ և շոշափեց պաստառը։ Պաստառը իր տեղումն էր, բայց կարծես բացերով բռնկված։ Որտեղից է այդ հրացոլքը։ Ամբողջ հասակով կանգնեց խավարի մեջ և նայեց դեպի լեռան հակառակ կողմը։ Լույսը այնտեղից էր բխում, վազեց դեպի լույսը։ Նա ներքևում տեսավ մի նոր աշխարհ և հրճվանքից գոռալով ուշաթափ ընկավ Արարատի գագաթին։ Այդ քո լույսերն են, Երևան։ Միթե դու ապրում ես։ Կա, Հայաստանը կա, Հայաստանը ապրում է։ Հզոր, լուսավոր, մեծավոր Հայաստանը։ Եվ ողողված էր նրա դեմքը իր նոր հայրենիքի, սովետական Հայաստանի լույսերով։
Այս անսովոր վերելքի հաջորդ օրը արտասահմանյան լրագրերում երևաց այսպիսի մի հաղորդագրություն. հին հայդուկապետ Գևորգ Չաուշի զինվորներից մեկը, որը հայդուկապետի մահից հետո նրա կնոջը և երեխային փախցրել էր դեպի Վան և Պարսկաստան և երկար տարիներ ապրել էր Ավստրալիայում, Մշեցի Տիգրան անունով, վերջերս մի անօրինակ վերելք է կատարել դեպի Արարատի գագաթը։ Իր հայդուկապետի առասպելական կնոջ հետքերով գնալով, նպատակ ունենալով նրան գտնել Արևմտյան Հայաստանի լեռնաբնակ քրդերի մեջ, նա իր ծննդավայրն է եկել աշխարհահռչակ գրագետ Վիլյամ Սարոյանի վերջերս դեպի Բիթլիս կատարած հայտնի ուղևորության օրերին և անցնելով Սուլուխի նշանավոր կամուրջը, Մակու քաղաքի վրայով մոտեցել է Աստվածաշունչ լեռանը։ Հավատավոր լեռնագնացը և ուխտյալ զինվորը իր 3 հայդուկ ընկերների անունից գիշերով մի պաստառ է տնկել Արարատի գագաթին։ Այդտեղից նա տեսել է վերածնված Հայաստանի լույսերը և ուրախությունից անդունդ գահավիժելով անհայտացել է բիբլիական լեռան սառույցների մեջ։ Վերջին խելահեղ ժայռագնացն էր նա իր հանդուգն սերնդի։ Իմ աղունն իջավ։ Ահակչի գյուղի խոտնոցի մեծ քարը լայն ստվեր էր նետել ձորի մեջ։ Այդ քարի մոտով թիակը ուսին և ոտքերը քշտած լեռնի վեր էր շտապում մի կայտառ ծերունի։ Ետևից վազում էին մի խումբ մանուկներ, աղջիկ և տղա, մեկը մյուսից առաջ անցնելով և գրեթե կախվելով ծերունու թևերից։ «Ֆադե պապի, էն հեքիաթը պատմիր»։ «Ո՞ր հեքիաթը»։ «Մոսեի մոյի հեքիաթը»։ «Էն որ հրեղեն ձիեր է տեսել պայթող աղբյուրի մեջ»։ «Պայթող աղբյուրի և Շապինանդի հեքիաթը»։ «Աշխարհի հեքիաթը»։ «Աշխարհը ջրաղաց է», դեպի մանուկների կողմը կտրուկ շուռ գալով և թիակին հենվելով, ասաց Ֆադեն։ «Դու ջրաղաց մտնողի գալը մի հարցրու, նրա գնալը հարցրու։ Մեկի բերածը կորեկ է, մեկինը ցորեն, մյուսինը գլգլ։ Բոլոր մտնողները իրենց բերածը աղալու հերթի կսպասեն։ Ջրաղացպանն էլ, ասենք թե Աստվածն է, առաջին եկողին ասում է. «Պարկիդ տակը թոթվիր, խնամ Կիրակոս, քո աղունն իջավ»։ Հերթը մյուսինն է։ Քիչ հետո ջրաղացպանը կրիչակին նայելով գոռում է. «Խնամ Համբարձում, պարկիդ տակը թոթվիր, քո աղունն իջավ»։ Սա էլ է գնում. «Քավոր Գրիգոր, թեռդ առաջ քաշիր, հերթը քոնն է»։ Մի հանք հետո դառնում է մյուսին. «Խնամ Մարկոս, քավորից հետո հերթը քոնն է, պատրաստվիր»։ Ջրաղացպանի ալերոտ աչքը հանկարծ ընկնում է ռես Օնեին, որ նոր է ներս մտել և կանգնած է շեմքի մոտ։ «Ռես Օնե, դու ինչու ես շեմքին կանգնել, անցիր իմ մոտ, էս բարձր թեռան վրա նստիր, մինչև քո աղունը իջնի»։ «Իմալեք, քոչ, քուրֆատ իմալե, ճժեր, մալեր, սաղ սալամաթ են»։ «Փառք Աստծո, ամենքն էլ սաղ սալամաթ են»։ Ներս է մտնում մեկ ուրիշը. «Բարով, խնամ Աբրո, թեռդ իջեցրի՞ր»։ «Հա, իջեցրի»։ «Բերածդ ինչ է»։ «Գլգլ»։ «Քո հալն ինչպես է, խնամ Աբրո»։ «Լսեցի, որ աղջկադ մարդու ես տվել, ու հորքուր Շաքրոն շատ լաց եղավ»։ «Հալբաթ, աշխարհք է, էսօր մեկը քո աղջկանդ կտանի, դու կիլաս, վաղը դու կերթաս ուրիշի աղջկան կբերես քո տուն, էս անգամ դուք կխնդաք, էնոնք կիլան։ Մենք ամենքս էլ մանրած թութուն ենք Աստծո ծխատուփի մեջ։ Կհանի իր գոտու տակից, կլցնի իր ղեյլանի մեջ ու կվառի։ Կրակ կեղնենք, ծուխ կեղնենք ու կերթանք։ Աղունդ պատրաստ է, քավոր Գրիգոր։ Հիմա քո հերթն է, Ռեսոն է։ Խնամ Մարկոս, դու թեռդ քաշիր առաջ ու մի քիչ սպասիր, մինչև ես Ռես Օնեի աղունն աղամ։ Առանց հերթի։
Վայ, ռեսին ինչ հերթ։ Ու այսպես ամեն մարդ կմտնի ջրաղաց ու իր աղունն աղալով կերթա դուրս։ Բայց եթե աղացքի ջուրը կտրվի, ինչ պիտի անի ջրաղացպանը։ Նա պետք է վերցնի իր թիակը ու գնա ջուրը կապելու։ Ուրեմն Աստծո մոտ էլ երեխաներ, ամենազորավոր գործիքը դարձյալ թիակն է։ Էս է աշխարհքի հեքիաթը։ Ասաց Ֆադեն և ետ դառնալով բահը ուսին դրած շարունակեց ճամփան։ Մոլուք կալուի հեքիաթը պատմիր, ծղրտաց երեխաներից ամենափոքրը, որ պորտը բաց տոտիկ անելով ճիգ էր անում մյուսներին հասնել։ Գալե, դու փոքր ես, դու գնա տուն։ Աղջիկ աքավ, չես տեսնում, աղբորդ պորտը քիչ մնա վազելուց պատռի, տուն տար, բարկացավ խմբի ավագը, որի անունը Գևորգ էր։ Մոլուքի հեքիաթը, նորից ծղրտաց Գալեն, կաքավի գրկից փախչելով։ Դե լավ, սպասեք ջուրը կապեմ ու ետ գամ ձեզ Մորուք Կարոյի հեքիաթը պատմեմ, ասաց ծերունին առանց դադարեցնելու քայլերը։ Խտանակացի հեքիաթը քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր Աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ Մասրն ու Փուշը ծնկներից հեռացնելով։ Էդ թիակն է եղել, չէ, պապի։ Էս թիակն էր, բայց պոչը փոխել եմ։ Ու էդ տարի շատ ձյուն էր եկել խտանակացին։ Էնքան ձյուն էր եկել, ճնճուղը, որ պառկեր մեջքի վրա ու ոտներն էլ տնկեր, կհասներ Աստծուն։ Ու դու ելար նստեցիր էդ ձյուների վրա։ Ելա նստեցի ու ձեռքս թալեցի Աստծո չոքերին։ Էս աբան է եղել, որ գցել ես մորուքի վրա, հարցրեց կաքավը, Գալեին շալակած ետևից հասնելով։ Հա, կարոն էս ճանապարհով փախավ Ղարաչի, խեղճը տկլոր էր, աբաս գցեցի վրան ու գնացի իր շորերի ետևից։ Իշխնձորցին, գլխաշորը թափ տվեց ձիու քթին ու սոսեն թռավ դեպի Ղալաչի։ Գնացեք նստեք Խոտտոցի հովին, ես էս մեծ արվի ջուրը կոլխոզի արտին կապեմ ու ետ գամ, ձեզ, Մոսեի Մոյի, Շապինանդի, մեկ էլ Մորուք Կարոյի հեքիաթը պատմեմ։ Ու թե ինչպես քո թիակը մոռացար խտանակացի ձյուներին։ Քեռի Ֆադե, դու հրեղեն ձի տեսած կաս։ Էս աշխարհում հրեղեն ձի միայն Մոսե իմոն է տեսել, հետն էլ խոսել է, թե ուրիշը կասի տեսել եմ, չհավատաք։ Իսկ ուր է Մոսե իմոն։ Էն քարափի գլխին կարմիր քարեր կան, տակը ձորն է, էդ քարերից մեկի տակ Մոսե իմոն է պառկած։ Որ քարի։ Էն բարձրադիր կարմրաքարը տեսնում եք, որի վրա մի ձեռքի քանդակ կա, մաճը բռնած։ Տակը գրած է. Որդուդ մահը քեզ մահ պատճառեց։ Դրա կողքին մի անգիր մաշված քար կա։ Դեպի Խոտտոցի դիմացի քարափը շուռ գալով մատնացույց արեց Ֆադեն։ Դա Մոսե իմոյի գերեզմանն է։ Էս թիակով եմ փորել։ Դե, պատմիր, պապի, Մոսե իմոյի հեքիաթը պատմիր։ Ճիշտ է, որ նա Լոնդոնից մինչև Սասուն մի օրորոց է շալակով բերել ու մեջը մի հրեղեն աղջիկ է եղել։ Բոլորը ճիշտ է։ Էն կարմիր գլխաշորով պառավին տեսնում եք, ձորի պռնկին նստած։ Էդ էն հրեղեն աղջիկն է։ Մորքուր Վիտոն, զարմանքով բացականչեցին երեխաները։ Մորքուր Վիտոն, համոզիչ շեշտով հարեց Ֆադեն։ Գնացեք մոտը, նա ձեզ շատ բան կպատմի Մոսե իմոյի և նրա բերած օրորոցի մասին։ Իսկ ճիշտ է, որ Մոսե իմոն օձեր է կախարդել նրանց աչքերի մեջ նայելով։ Էդ էլ է ճիշտ,
Վերջին տարիներին նա մեր գյուղում օձերի հմայությամբ էր զբաղված։ Գնացեք Վիտոյի մոտ, Վիտոն ձեզ ամեն ինչ կպատմի։ Չէ, դու պատմիր Մոսե Իմոյի ու Շապինանդի հեքիաթը։ Եվ Շապինանդի հրեղեն ձիու հեքիաթը։ Պապի, Շապինանդը քաջ է եղել, չէ՞։ Շատ քաջ երեխաներ։ Ես էլ նրա պես քաջ եմ։ Տեսեք, ինչպես են վազում։ Դե բռնեք ինձ, թե կարող եք։ Եվ ջրտուկվար Ֆադեն, թիակ ուսին, ոտքերը քշտած, շարժվեց լեռնի վեր։ Մանուկները վազում էին, որ ետևից հասնեն, վազում էին ու կանչում. «Բայ թող աղբյուրի հեքիաթը պատմիր»։ Կապտաջուր լիքը առուն, աղմկալի գալարվում էր բարձրադիր լանջով։ Ծերունին հասավ ու թիակի թաթը ամուր հարվածեց մայր առվի մեջքին, զարկեց ու վայր թեքվեց հանկարծ։ Շեղբի վրայով խուժեց ջուրը, բախվելով նրա ծնկներին։ Կարծես հանգստանում էր թամբին նստած, գլուխը թեթևակի հակած կրծքի վրա, ձեռքով թիակը պահած։ Երեխեք, իմ մաղունն իջավ։ Մանուկներից մեկը, առաջինը մոտենալով, բերանը դրեց նրա ականջին։ Շապինանդի հեքիաթը պատմիր, պապի։ Չես տեսնում, որ մեռած է, բղավեց Գևորգը հեռվից, կռահելով, թե ինչ պատահեց։ Մանուկները իսկույն հավաքվեցին շուրջը, խոշոր աչքերով կայտառ երեխաներ, այտերը մուգ կարմիր ինչպես աշնան մասուր։ Էլի էն էր, նույն ջրտուկվար Ֆադեն, կարճ բեղերով, սև աբան ծալած ուսին, ոտքերը մինչև ծնկները քշտած, նեղթած թիակը ձեռքի մեջ։ Էն երկրագործ տալվորիկցին, որ լսել էր ջրաղաց քարերի գոռոցը ձորերի մեջ և սաստա գահավեժ ջրերի որոտը բարձր լեռներում, որ գիտեր, թե ինչ է կատարվում լեռնային արծվի հետ, եթե ջախջախված թևերով վայր է ընկնում երկնքից։ Իրաբան քաշենք վրան և գյուղից մարդ կանչենք։ Ոտքերը կմրսեն, շուտ ծածկենք մի բանով։ Սերոբ, դու վազիր գյուղ և կոլխոզի նախագահին ասա. Ֆադե պապին մեռավ, թիակը մնաց, կարգադրեց Գևորգը մի խաժաճք տղայի։ Սերոբը վազեց։ Մանուկները ծերունու աբան ուսից առնելով, պարզեցին մեռածի ծնկների վրա, մինչև գյուղից մարդ կգար։ Լեռնային կապույտ պաղջուրը զնգալով գլորվում էր դեպի խոտնոցի մեծ քարը։ Եվ աշխարհը կար։ Էս էլ հեքիաթ է, ասաց Գևորգը և ձեռքը դրեց Ֆադե պապի թիակին։ Կարդաց Հայկ Պետրոսյանը, հատուկ գրքասեր կայքի համար։